Ատոմ Մխիթարյան, Հայակվե տեղական դիտորդական առաքելություն։ Ուզում եմ հիշեցնել, որ Հայակվե դիտորդական առաքելությունը որպես դաշինք երկու կազմակերպություններից է ձևավորվել, դա երիտասարդական ակումբների դաշնությունն է եւ մյուս կազմակերպությունը Արարատյան Սերունդ հասարակական կազմակերպությունն է։ Հայաստանի օրենսդրությունը թույլ է տալիս երկու կազմակերպություն միաժամանակ իրականացնել դիտորդական առաքելություն եւ հսկել ճակերտներում ասենք հսկել ողջ գործընթացը։ Ընդ որում պետք է նշեմ, որ սա չի վերաբերում միայն քվեարկության օրվան, որովհետև դիտորդական առաքելությունը գրանցվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հոկտեմբերի 27-ին, հենց հաջորդ օրվանից մենք սկսեցինք մեր դիտորդական առաքելությունը, որը ենթադրում է նաև երկարաժամկետ դիտորդական առաքելություն, երբ որ հսկում ես օրինակ լրատվամիջոցները, քարոզարշավը ինչպես է իրականացվում, ընտրողների հետ հարաբերությունները, մնացած բաները ինչ որ հնարավոր է։ Իսկ քվեարկության օրը, որը տեղի է ունենալու վաղը, Կիրակի օրը, նոյեմբերի 16-ին, արդեն մենք յուրաքանչյուր տեղամասում կունենանք դիտորդներ։ Հայակվեն ունի գրանցած 123 դիտորդ եւ իսկ տեղամասերի թիվը 47-ն է ողջ Վաղարշապատ համայնքում։ Այսինքն մենք ունենալու ենք յուրաքանչյուր տեղամասում 2 դիտորդ, որոնք առավոտյան արդեն ժամը 7-ին լինելու են տեղերում։ Իսկ մնացած մյուս դիտորդները արդեն կլինեն արագ արձագանքման խմբերի տեսքով, որոնք դիտորդների ահազանգով կամ մեր քաղաքացիների ահազանգով կմոտենան եւ կպարզեն օրինակ ինչ որ խախտումների դեպքում կամ հնարավոր չարաշահումների դեպքում եւ փորձելու ենք արագ արձագանքել։ Ամեն դեպքում Հայակվեի նպատակն է պահպանել, պաշտպանել յուրաքանչյուր ընտրողի շահը եւ նրա ձայնը, որովհետեւ մենք գտնում ենք, որ լիակատար ժողովրդավարության Հայաստանում կարելի է հասնել միայն այն դեպքում, երբ որ յուրաքանչյուրը գիտակցում է իր ձայնի արժեքը եւ ընտրություններին մասնակցում է հենց այդ գիտակցումով, որովհետև տեսեք, մենք որպես քաղաքացիներ քաղաքական որոշումների վրա ազդելու ըստ էության շատ հնարավորություններ չունենք։ Ընտրությունները մնում են միակ հնարավորությունը, որով քաղաքացիները կարողանում են իրենց որոշումը կայացնել կամ պատվիրակել մարդկանց, որոնք իրենց փոխարեն 5 տարի շարունակ որոշումներ են կայացնելու։ Եվ դրա համար մենք աչալուրջ ենք լինելու, որպեսզի այդ ձայնը հասնի տեղ։ Մի բան եմ ուզում ասել, որ դիտորդները հենց այնպես չեն գտնվելու տեղամասերում, մենք նախապես աշխատանքներ ենք տարել եւ յուրաքանչյուր դիտորդի հետ նախ ուսուցողական դասընթացներ ենք կազմակերպել, այնուհետեւ վերապատրաստել ենք, իսկ այսօր հենց այսօր մենք հիմա գալիս ենք Վաղարշապատից, Էջմիածնից, որտեղ վերջին ցուցումներն էինք տալիս դիտորդներին արդեն հողի վրա, թե ով որ տեղամասում է լինելու, ինչպես պետք է իրականացնի առաքելությունը եւ մոտենալու են եւ յուրաքանչյուր տեղամասում նաեւ ծանոթանային այն պայմաններին եւ պահանջներին, որը կա եւ գուցեև այսօր նաեւ որոշակի խախտումներ մենք գրանցենք, կտեսնենք։ Ամեն դեպքում հիմա մենք գալիս ենք այնտեղից եւ հուսամ, որ արագ կավարտվի նաեւ այս նիստը, մենք կհաջողենք նաեւ վերադառնալ եւ որովհետեւ ինքս օրինակ 5 տեղամասի պատասխանատու եմ եւ այդ տեղամասերը գոնե մոտենամ եւ ծանոթանամ։ Պարոն Մխիթարյան, իսկ ինչպես եք դուք գնահատում կոնկրետ այս հարցի քննարկումը Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այս պահին ինչ հետևանքներ այն կունենա։ Գիտեք, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից մենք ուղղակի 2 տողանոց նամակ ենք ստացել եւ զանգ ենք ստացել, որ այսօր ժամը 5-ին նիստ կա, որին հրավիրված են մեր դիտորդական առաքելությունից 2 ներկայացուցիչ եւ ես եւ պարոն Արամ Պետրոսյանը եկել ենք եւ կտեսնենք թե ինչի համար օրակարգի հարցերին մեզ դեռ չեն տեղեկացրել։ Քննարկվում է դիտորդական առաքելություններից մեկի ներկայացուցիչը, մեկը ներկայացրել է հարց, որպեսզի դուք հնարավորություն չունենաք Հայակվեն հնարավորություն չունենա դիտորդական առաքելություն իրականացնելու Վաղարշապատի ընտրություններին։ Դուք սրան ինչպես եք վերաբերվում այս։ Ճիշտն ասած, այդ շատ կոնկրետ տեղյակ չեմ, բայց դա նշանակում է, որ այն մարդը, որը դեմ է դիտորդական առաքելության իրականացմանը, նշանակում է դեմ է Հայաստանում ժողովրդավարության հաղթանակին, որովհետև եթե դիտորդները այդ ամբողջ գործընթացը չեն վերահսկում, նշանակում է նրանց եթե հանում ենք, ուրեմն կարելի է ամեն ինչ անել, ինչպես արվել է Հայաստանում եւ ոչ Հայաստանում տարբեր տարիներին։ Մենք դա թույլ չենք տա, ուղղակի եւ
ժողովուրդն էլ պիտի հասկանա, որ դիտորդական առաքելությունը անկախ անկողմնակալ հենց նրա համար է, որպեսզի ժողովրդավարության մակարդակը հնարավորինս բարձր լինի եւ ընտրողներն էլ հասկանան, որ իրենց քվեի հետևից գնացող կա եւ այնպես չի, որ միայն քաղաքական ուժերն են, որոնք կարողանան ինչ-որ բան անել ընտրությունների ժամանակ, այլ նաեւ անկախ դիտորդական առաքելությունները, որոնք առաքելությունը ես անձամբ գնահատում եմ ժողովրդավարության զարգացման տեսակետից ավելի բարձր։ Տիկին Մելոյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերտ նիստ է հրավիրել, քննարկելու, զրկելու այն հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունը վաղաշաբաթի ընտրություններին, այդ թվում նաև այն կազմակերպությանը, որը դուք եք ղեկավարում, ինչպես եք սրան վերաբերվում, ըստ ձեզ ինչ որոշում կկայացվի եւ արդյոք հիմք կա։ Ի սկզբանե վերջից պատասխանեմ հարցին, ընդհանրապես հիմքերը բնականաբար բացակայում են, նշեմ զավեշտը կամ է նրանում, որ հերիք չի, որ մի քիչ առաջ ենք ծանուցվել, մի քանի ժամ առաջ ընդամենը, մոտավորապես մեկի կողմերը ժամը, դիմումին մոտ 1 ժամ առաջ ենք ծանոթացել ու մենք լրիվ վարչարարության շրջանակներում հնարավորություն ունենք հետաձգենք այս արտահերթ նիստը, որպեսզի ողջամիտ ժամկետում ծանոթանանք նյութերին, բայց այնքան զավեշտ այնքան անիրավահեն գործընթաց է, որ բնավ դրա անհրաժեշտ պատրաստվելու կարիք է չկար, էլի անհրաժեշտությունը բացակայում է։ Հիմա ընդգծեմ, որ նիստը հարուցվել է այլ դիտորդական առաքելության դիմումի հիմքով։ Սա է մյուս զավեշտը կայանում, այսինքն դիտորդական առաքելությունները այս մի շարք խախտումները թողած արձանագրում են կամ հետևում են մյուս կազմակերպությունների գործունեությանը, բնավ հիմք չկա այդ ներկայացված փաստաթղթերում, մենք ասեմ ավելին, հա, ես ոչ միայն տեղական դիտորդ եմ, այլև ԵԱԿ-ի կողմից սերտիֆիկացված դիտորդ եմ, շատ լավ տիրապետում եմ իմ գործունեության հնարավորությունների շրջանակներին, սկզբունքներին, իրավահենությանը եւ սա շատ լուրջ ահազանգ է, որովհետեւ падգամավորը իշխանական գրառում էր կատարել ու իր գրառման մեջ հողում էր արել հենց այս դիտորդական առաքելություններին, այսինքն իրենք իշխանությունը, որը ունի թեկնածու, ի տարբերություն ինձ մարդու, ով երբեք որևէ կուսակցության կամ քաղաքական ուժի անդամ չի եղել, այս դիտորդական առաքելությունների հետ կոնկրետ համագործակցում է։ Այստեղ մենք ունենք արդեն լուրջ մտահոգություններ մյուսների անաչառության վերաբերյալ, որը քիչ անց կհայտնեմ, բայց ինչ վերաբերում է մեր դիտորդական առաքելության դադարեցնելուն կամ մեր գործունե հավատարմագրումը դադարեցնելուն, նախ հիմքեր չկան ընդհանրապես, ոչ իրավական, ոչ էլ գոնե բարձրաձայնելու, երկրորդ էլ այս իրավիճակում դա ուղղակիորեն միտված կլինի ու լուրջ ահազանգ է վաղը կայանալիք ընտրությունների օրինականությունը կրկնակի վերահսկելու խնդրի բարձրացման հետ։ Շնորհակալ եմ։ Նիստից հետո նիստը ուղիղ չի կարել։ Մեզ ուշացեք, մեզ ուշացեք։ Նախ կրկին ողջունում եմ բոլորիդ, բայց հարգելի լրագրողներ, ուղի եթեր կա թե չկա։ Եվ նաև մի իրազեկում հիշեցնեմ, որ մենք այսօր քվեարկության նախորդ օրվա ռեժիմում ենք գտնվում, այսինքն քարոզչությունը այսօր արգելվում է, այսինքն լրատվամիջոցները, ովքեր որ նիստը լուսաբանելու են, իրենք ունեն պարտավորություն այնպես լուսաբանել, որպեսզի իրենց լուսաբանումը, իրենց տարածած նյութը չլինի չպարունակի քարոզչության էլեմենտներ, այսինքն չխախտվի լրության օրվա պահանջը։ Եվ ևս մի ցույցիկ մենք ձայնագրում ենք, ուղղակի հեսա մենք նիստը ձայնագրել ենք, բայց չենք հեռարձակելու եւ նիստի ձայնագրությունը քվեարկության հաջորդ օրը նիստի ձայնագրությունը նոր կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կհրապարակվի։ Սա որպես արձանագրում։ Հարգելի գործընկերներ, ինչպես ես քիչ առաջ տեղեկացրեցի, այսօրվա արտահերթ նիստը
չի հեռարձակվի, որովհետև նիստի ընթացքում հնարավոր են հնչեն շաբաթի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին վերաբերող նյութեր, տվյալներ, այսինքն քարոզչության որոշակի տարրեր պարունակող բովանդակություն այստեղ կարող է հնչեցվել, այդ իսկ պատճառով նիստը կձայնագրվի եւ կհրապարակվի քվեարկության հաջորդ օրը։ Եվ այսպես Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր արտահերթ նիստ է հրապարակել, նիստի օրակարգում անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ դիմումների մասին հարցն է, օրակարգի նախագծի վերաբերյալ հարգելի գործընկերներ, չկան, մինչ օրակարգի նախագիծը քվեարկության ներկայացնելը նախ պիտի արձանագրեմ, որ նիստին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստին ներկա են 7 անդամներից 6-ը, պարոն Սմբատյանը հարգելի բացակա է, քվորումը բնականաբար ունենք եւ նիստը իրավազոր է։ Եվ այսպես, հարգելի գործընկերներ, օրակարգի նախագիծը այն է անկախ դիտորդ հասարակական դաշինք լիազոր ներկայացուցիչ դիմումների մասին հարցով նիստի օրակարգ հաստատելու նպատակով հարցը ներկայացնել քվեարկության, ովքեր են կողմ։ Դեմ չունենք միաձայն եւ օրակարգը հաստատված է, անցնում ենք մեր աշխատանքներին, Տիկին Հովհաննիսյանը արդեն հարցը կներկայացնի, համեցեք Տիկին Հովհաննիսյան։ Շնորհակալություն։ Սույն թվականի նոյեմբերի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ստացվել են անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Լեոնիսյանից թվով 5 դիմում, որոնցից 2-ով հայցվել է պաշտոնական պարզաբանում եւ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքի կարգավորումներն ու սահմանված ժամկետները, պաշտոնական պարզաբանումները կտրվեն նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքով սահմանված ժամկետներում։ Մյուս 3 դիմումներով ներկայացվել է դիմատուի կողմից փաստական հանգամանքներ, ներկայացնեմ առաջին դիմումը, որը թվագրված է 1223 դիմում եւ հանձնաժողովին է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկում է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Լեոնիսյանի 13-11 2025 թվականի թիվ 1229 դիմումով վարչական բարույթի հարությունը մերժել։ Դիմումատուի կողմից ներկայացված դիրքորոշումները եւ իրավական պահանջը ամբողջ դիմումը բառացի ներկայացված է որոշման նախագծում 32 եւ 3229, 3229 դիմումում ներկայացվում է իրավունքի եւ ազատության կենտրոն Թաթոյան հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Արման Թաթոյանի կողմից արված հայտարարությունների տեսաձայնագրություններ եւ տեսաձայնագրություններ իրենց համապատասխան հղումներով, ինչպես նաեւ սոցիալական հարթակներում, էջերում հրապարակումներ, նույնպես վերջիններիս հետ կապված ներկայացված են համապատասխան սոցիալական էջերի կամ կայքերի հղումները։ Ես ուզում եմ մի դիտարկում անել, եթե իմ գործընկերները եւ նիստին ներկա մասնակիցները կարծում եմ դեմ չեն լինի ժամանակը խնայելու համար, ես դիմումները բառացի չընթերցեմ, դիմումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական բարույթներ հատվածում հրապարակված են ամբողջությամբ, ես ներկայացնեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումները։ Գործընկերներս կողմ են, շնորհակալություն։ Կարծում եմ պարոն Լեոնիսյան, Հատկան որ նաև մենք մեր մոտեցում պետք է ներկայացնենք։ Նախագծից հետո ձայն կտամ Այո, որպես նախագիծ ներկայացնող ճիշտ է նիստը վարողի, այսպես ասած, իրավասությունների շրջանակներում է, ըստ կանոնակարգի տվյալ դեպքում, այսպես է, դուք միայն այսպես ասենք, միայն իմ բարեկամքի դրսևորման կարող եք
ձեր կարծիքը արտահայտել, բայց հաշվի առնելով, որ մենք առջևում շատ մեծ աշխատանք ունենք կատարելու եւ ընդհանրապես այս սա գործընթացի սկիզբն է, դուք բնականաբար հնարավորություն եք ունենալու ձեր տեսակետները արտահայտել, դիրքորոշումներ ներկայացնել, ավելին մենք նաեւ հարցեր ունենք ձեզ ներկայացնելու եւ հարցադրումներ կան, որոնց պատասխանը հակակալում ենք, որ պիտի ստանանք, այդ իսկ պատճառով այս փուլում զուտ նաեւ մեր բոլորի ժամանակը խնայելու տեսանկյունից չանենք մի գործողություն, որ ընդհանրապես մենք, այսպես ենք, մի 15-20 րոպե հետո նորից անելու ենք։ Ունենալու եք այդ հնարավորություն, ես ասում եմ այս իրավական գործընթացը, եթե հնարավորություն տակ առաջ գնանք, դուք այդ հնարավորությունը ձեր համար ստեղծվելու է, այսինքն ավելին ասեմ, այս ամբողջ process-ը հենց նաև ձեզ լսելու համար է այս process-ը, նաև ձեր դիրքորոշումը հասկանան, որպեսզի նաև կենտրոնական հանձնաժողովի դիրքորոշումներ վերջնական, այսպես ասենք, վերջնական դիրքորոշումը ստակեցվի։ Շարունակեք տիկնոց։ Ընդհանրապես մեկ դիտարկում ուզում եմ ներկայացնել ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի առանձնահատկություններով պայմանավորված ես դահլիճում տեսնում եմ մարդիկ, որոնք մինչ այսօրն եղել են մեր վարույթներում, ոնց որ միայն ընտրական հանձնաժողովները ունեն նման իրավասություն վարչական վարույթի հարուցումը մերժելու։ Այդ ինստիտուտը որևէ այլ մարմնի վերապահված չէ այդ լիազորությունը։ Հիմա ես ներկայացնեմ տվյալ դիմումով, իմ կողմից հիշատակված դիմումով կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունները եւ եզրահանգումները վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։ Հայաստանի Հանրապետություն ընտրական օրենսգիրք Սահմանադրական օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կենտրոնական եւ ընտրադասկային հանձնաժողովներում վարչական վարույթն իրականացվում է վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան սույն օրենսգրքով սահմանված առանձնահատկություններով եւ ժամկետներով։ Վերոհիշյալ նորմերից բխում է, որ ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի նկատմամբ վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի նորմերը կիրառելի են միայն ընտրական օրենսգրքով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ։ Ընտրական հանձնաժողովներում վարչական վարույթի իրականացման առանձնահատկություններից է նաև ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերությամբ սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն դիմումատուի վերաբերյալ դիմումներ չներառող կամ կեղծ տվյալներ ներառող դիմումները, իրավունքի չարաշահմամբ ներկայացված դիմումները, ոչ իրավասու անձի կողմից ներկայացված դիմումները, ինչպես նաև սույն մասի երկրորդ տարբերությամբ սահմանված պահանջների խախտմամբ ներկայացված դիմումները չեն քննարկվում, դրանցով վարչական վարույթներ չեն հարուցվում եւ ընտրական հանձնաժողովները որոշում են կայացնում վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին։ Այդ դեպքում ընտրական հանձնաժողովն իրավունք ունի սեփական նախարարության իրականացնելու վարչական վարույթ։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 50-րդ հոդվածի առաջին մասն ամրագրում է յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք։ Սահմանադրության նշված հոդվածը հստակ եւ աներկբա ամրագրում է, որ վարչական մարմինների կողմից պատշաճ վարչարարություն հայցելու իրավունքից անձը կարող է օգտվել միայն իրեն առնչվող գործերով։ Ելնելով սահմանադրությամբ ամրագրված պատշաճ վարչարարության իրավունքի իրացմանը ներկայացվող պահանջներից, վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի, ինչպես նաեւ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի կարգավորումների հիմքում դրվել է նույն տրամաբանությունը։ Բողոքին կամ դիմումի ներկայացվող պահանջներից է դիմումը կամ բողոքը իրավասու անձի կողմից ներկայացված լինելը։ Ընտրական օրենսգրքի
48-րդ հոդվածի 3-րդ մասում օրենսդիրն առանձնացնում է սուբյեկտների 5 խումբ, որոնց իրավունք է վերապահում բողոքարկելու ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունները եւ անգործությունը։ Այս հատվածում ընդհանրապես ցանկանում եմ ներկայացնել դիմումիով ներկայացված դիմումատուի պահանջը, շարադրելով փաստական հանգամանքները, որ դիմումատուն ներկայացրել է, ներկայացնելով ընտրական օրենսգրքի իրավակարգամոլումների վերաբերյալ իր դիրքորոշումը, դիմումատուն խնդրում է ուժը կորցրած ճանաչել վաղաշաբաթի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի հավատարմագրումը։ Ըստ էության ուզում եմ հայտնել, որ այս դիտորդական առաքելության մասով իրավական ակտ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից չի կայացվել, ըստ էության դիմումատուն ներկայացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողության վերաբերյալ իր դիտարկումները։ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված բողոք ներկայացնելու իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում հասարակական կազմակերպությունը նշված չէ։ Վերոգրյալից ակնհայտ է, որ դիմումատու անկախ դիտորդ հասարակական կազմակերպությունը չի հանդիսանում դիմում ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտ։ Ուստի կազմակերպության անունից ներկայացված դիմումը չի համապատասխանում ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին։ Հիմք ընդունելով վերոգրյալը եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Յովհաննիսյանի 13-11-2021 թվականի թիվ 1229 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել։ 3229 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել։ Երկրորդ կետով առաջարկում եմ ձեզ ներկայացված նախագծերը լրացնել նոր երկրորդ կետով հետևյալ բովանդակությամբ 13-11-2025 թվականի թիվ 3229 դիմումով ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ։ Որոշման նախագիծը պարունակում է նաև ուժի մեջ մտնելու ժամկետը, որոշումն ընդունվելուց հետո ուժի մեջ կմտնի նիստում հրապարակվելու պահից եւ բողոքարկման հետ կապված կարգավորումը, որ սույն որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Հարցեր զեկուցողին, դիտողություններ, պարոն Յանցյան, դուք ինչ-որ բան եք ուզում ասել։ Ստեղից թե կամ խոսալու։ Ավելի ցանկալի է ստեղից։ Հարգելի հանձնաժողով, ես կուզենամ նախ անդրադառնալ դիմումին, դիմումով մենք ուսումնասիրել ենք իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Արման Թաթոյանի կատարած հրապարակային հայտարարությունները, ինչի են գործադիր մարմնի ղեկավարի, որովհետեւ համարում ենք, որ գործադիր մարմնի ղեկավարը, քանի որ իրավունք ունի կազմակերպություն ներկայացնելու առանց լիազորագրի, հետեւաբար իր կատարած հայտարարությունները հանդիսանում են կազմակերպության մոտեցումները եւ այդ հայտարարություններում հստակ եւ աներկբա վերաբերմունք կա արտահայտված վաղ շաբաթում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկի նկատմամբ, ինչը մեր համոզմամբ ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում թվարկած պարտադիր պայմաններից մեկի խախտումն է, մասնավորապես նշյալ դրույթը ամրագրում է, որ դիտորդության իրավունք ունեն մի շարք պայմանների բավարարող կազմակերպությունները, այդ պայմանների մեջ մտնում են, որ չեն աջակցում թեկնածուների կամ ընտրությունների մասնակցող կուսակցությունների։ Ինչ վերաբերում է վարչական վարույթի հարուցման եւ չհարուցմանը, ապա
մեր մոտեցումն այն է, որ նախ վարչական վարչի վարչության հիմքերի մասին օրենքը այս մասով ունի սահմանումներ, այո, ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքը սահմանում է առանձնահատկություններ, բայց այդ առանձնահատկությունները եւ այն ձևակերպումները, որոնք որ վերաբերել ձևակերպումները, որոնք որ ընտրական օրենսգրքում կային, եղել են բավականին վաղուց, ըստ էության 11 թվականից այդ նույն ձևակերպումներն են, մինչև 2015 թվականի սահմանադրական հանրաքվեի ընթացքում մի օր ըստ էության կիրառվում էր մի մոտեցում, այնուհետև քանի որ այդ հանրաքվեի ժամանակ խախտումների մասին շատ ահազանգեր էին գալիս եւ այդ խախտումների մասին ահազանգերին պատշաճ ընթացք չտալու համար կենտրոնական ընտրական հանձնաժողովը փոխեց իր մոտեցումը, որպեսզի չքննի դիտորդներից եւ դիտորդական առաքելություններից ստացված խախտումների մասին դիմումները եւ ճիշտն ասած ինձ մտահոգում է, որ դուք մտադիր եք շարունակել այն պրակտիկան, որը ձևավորվեց 15 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ։ Ընտրական օրենսգիրքը սահմանում է, թե օրինակ որ սուբյեկտները կարող են բողոքարկել դատարան եւ այո 49-րդ հոդվածը ընդհանրում է, որ վարույթի հարություն մերժում է, եթե պատշաճ ուրեմն ոչ սահմանված դիմողի կողմից է ներկայացված, բայց հստակ սահմանված են, թե ովքեր կարող են բողոքարկել ընտրական հանձնաժողովների որոշումները կամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները, ովքեր կարող են դիմել 48 հոդվածում կամ 47 հոդվածում, ես չեմ մտաբերում։ 48 Ես ձեզ ուշեմ։ Իրապետիկին այսը, պարոն Իրանիսյան, տեսեք, դուք ասում եք, մինչև 15 թվականը եղել է մի մոտեցում, 15 թվականից հետո 15 թվականից հետո փոխվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումը եւ այս մոտեցման հետ կապված է մի փոքր, այսպես կարելի ասել, ձեր կարծիքը բացասական նաեւ ներկայացրեցիք, բայց ըստ էության ես ուղղակի ձեզանից պիտի ճշտեմ, ունեք 15 թվականից հետո 18 21 թիմ ընտրություններ, այսինքն այս մոտեցումը կիրառվել է, ես ինչպես հիշում եմ, բազմիցս եղել է բողոքարկման, այսինքն մոտեցման բողոքարկման ձեր կողմից բողոքարկման դեպք, այս մոտեցումը բողոքարկել, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը վարույթի հարությունը մերժել է եւ սեփական նախաձեռնությամբ է դիմումների ներկայացված նույն դիտորդական հասարակական կազմակերպությունների հարցերի քննարկել, եղել է բողոքարկում, դատական բողոքարկում, եւ եթե եղել է ինչ, ասենք, ինչ լուծում է ունեցել, եթե եղել է։ Անհավաքիման, եթե ես հիմա ճիշտ եմ հիշում, վերջին անգամ այստեղից աթոռին կամ դիվանցի աթոռին ես նստած եմ եղել 15 թվականին, առիթ չի եղել, որպեսզի մենք դիմենք վերջին տարիներին, շատ վաղուց առիթ չի եղել, որպեսզի մենք նման դիմումներ ներկայացնենք եւ նույնիսկ այո 48-րդ հոդվածի 3 մասը ասում է ընտրական հանձնաժողովի որոշումները գործողությունները կարող է բողոքարկել, բայց մենք այժմ չենք բողոքարկում ընտրական հանձնաժողովի որոշում։ Մենք Պարոն Իրանիսյան, դրա համար ես դիտարկում արեցի, որ չկա որոշում, որը դուք բողոքարկեք, ըստ էության ԿՀ-ի դիրքորոշումը այն է, որ ԿՀ-ի գործողությանն է վերաբերում։ Մի դիտարկում եմ ուզում անել, որ գործող ընտրական օրենսգիրքը ընդունվել է 2016 թվականին, ուժի մեջ է մտել մայիսի 25-ին, իսկ հանրաքվեի հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարույթները եւ դրանով պայմանավորված դիրքորոշումները եղել են մեկ այլ օրենսդրական ակտի շրջանակներում 2011 թվականին ընդունված ընտրական օրենսգրքի, որը 16 թվականի մայիսին ուժը կորցրած է ճանաչվել։ Ինչ վերաբերում է հունիսի 1-ին, մայիսի 25-ին չէ, հունիսի 1-ին։ Օրենքը ընդունվել է 25-ին մայիսի։ Մեջ ամտել հունիսի 1-ին։ Լավ, դուք հաղթեցիք, ուժի մեջ ամտել հունիսի 1-ին։ Հիմա դիտա կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված նախագծի
այսպես ասամ, դիրքորոշումը, հանձնաժողովի դիրքորոշումը ըստ էության չի փոխվել։ Ոչ իրավասու սուբյեկտիվ կողմից ներկայացված դիմում կենտրոնական ընտրական հանձնաժողովում երբևէ չի քննվել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որ վերապահված է վարչական վարույթի հարուցումը մերժելու լիազորություն, ըստ էության մենք վարույթ չենք էլ անում։ Մենք կարող ենք դիմումատուրին նաև չհրավիրել, որտեղ ինքը առանձնահատկություն է, վարույթ չկա, որ մենք դիմումատուրին լսենք։ Սա զուտ բացատրում է, եւ սակայն, քանի որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչ նիստը նախագծերի ներկայացնելուց հետո աշխատանքային, այսպես ասած, քննարկման արդյունքում հանգել է այն հետևությանը կամ եզրակացությանը, որ սեփական նախաձեռնությամբ, որտեղ ընտրական օրենսգիրքը, այս դեպքում էլ պարոն Միանիսյան, տալիս է իրավունք, վերապահում է իրավունք, որից կարող ենք օգտվել, կարող ենք չօգտվել։ Դա պարտադիր պայման չի, որ եթե հարուցումը մերժեցի, պետք է անպայման սեփական նախաձեռնությամբ վարույթ անես, դա իրավունք է։ Պարտականություն, պետական մարմնի հետ կապված պարտականություն չի լինում, լիազորություն չի պարտադիր կատարման ենթակա։ Շնորհակալ եմ, բայց ես ուզում եմ ամեն դեպքում ընդգծել, որ բողոքարկման սուբյեկտներն են թվարկած վկայակոչած զորույթում։ Մենք չենք բողոքարկում ոչինչ։ Մենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմում ենք եւ քննարկում ենք որոշակի միջամտող վարչական ակտ։ Մենք չենք բողոքարկում ոչինչ։ Նայեք, եթե ես հիմա փորձեմ էլի Պետրական ընտրական հանձնաժողովի չէ որոշում կայացնել։ Մենք այդ որոշումը ասենք ուզում ենք բողոքարկենք, դա տեղին կլիներ ձեր մոտեցումը։ Հիմա նայեք, ես Տիկին Նոհասյան, մի րոպե, ես ուղղակի դուք արձագանքեք ու պիտի երկխոսությունը դադարեցնեմ, պարոն Նոհասյան, նախագիծը հրապարակվել է։ Նախագիծը, եթե դիմում վերաբերյալ որոշման նախագիծը հրապարակվեց։ Երբ որ մենք կընդունենք, դրանից հետո դուք հնարավորություն ունեք բողոքարկելու, եթե կհամարեք, որ մեր որոշումը այսպես հիմնավոր չէ, որովհետև ըստ էության սա մի մոտեցում է, որը որ 16 թվականից այս կողմ անդադ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման դեպքերում կիրառում է այս իրավական մոտեցումը եւ մինչ այս չի եղել, այսպես ենք հակառակ հաստող կամ հակառակը ապացուցող իրավական հիմնավորում, ավելին կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս մոտեցումը կիրառելու որևէ նաև խնդիր չի թողել առանց հետևանքի, նկատի ունեմ դիմումներով ներկայացված խնդիրներին, դիմումներով, մամուլի հաղորդագրություններով կամ այլ բոլոր խնդիրներով, որոնք որ բարձրացվում են ընտրությունների ընթացքի հետ կապված, կենտրոնական ընտրական հանձնաժողովը ըստ էության բոլորին արձագանքում է, երբեմն դա լինում է շատ օպերատիվ, այսինքն անհետաձգելի գործողությունները, որին այսինքն որոշման տեսքով կամ իրավական ակտով չի արտահայտվում, այլ ուղղակի խնդրին օպերատիվ արձագանքում է եւ խնդիրը լուծվում է։ Շատ դեպքերում դուք գիտեք, դիտորդները գիտեն, որ մեծամասամբ խնդիրները կենտրոնական ընտրական հանձնաժողովը կամ համապատասխան տարածքային հանձնաժողովը լուծում է օպերատիվ արձագանքով եւ խնդիրը ուղղակի լուծելով, այսինքն իրավական գործը չի ասում նույնիսկ իրավական ակտ ընդունելու։ Ես հաստատում եմ ձեր խոսքերը, բայց մենք կարող ենք որ իրար չկանգնենք։ Ես այո, հաստատում եմ ձեր խոսքերը, որ որպես կանոն նաև ոչ ֆորմալ ընթացակարգով լուծումներ գտնում են խնդիրները, բայց արդյոք մեր ներկայացրած դիմումը հանձնաժողովի կողմից ընդունվել է որպես
ինչ որ վարչական ակտի բողոքարկելու բողոք։ Պարոն Յանիսյան, չի ընդունվել որպես վարչական ակտի դրա համար ասեցի։ Մենք ըստ էության կատարել ենք գործողություն։ Դուք ձեր դիմումով ներկայացրել եք պահանջ։ Վերլուծել եք ընտրական օրենսգրքի մի շարք նորմեր, դրույթներ, այնուհետև գրել եք հաշվի առնելով ներկայացված փաստական հանգամանքները, այն տեսաձայնագրությունները եւ տեղեկությունները, որ ներկայացրել եք, եւ հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 31 հոդվածի 4.1 մասով նախատեսված հանձնաժողովի լիազորությունները, խնդրում եք ուժը կորցրած ճանաչել, պահանջեք չէ ներկայացնել։ Այս կազմակերպությանը հիմա սուրտ իրավական տեսանկյունից մենք պետք է գնահատական տանք ձեր պահանջի։ Ձեր պահանջը մերժում ենք, դա մերժելու համար պետք է նաև վարչական վարույթի հարուցումը մերժենք։ Տիկին Հովհաննիսյան, վարչական վարույթի վարչարության հիմքերի մասին օրենքը հստակ սահմանում է, ինչ ասել է բողոքարկում։ Չէ, ընտրական օրենսգրքի 48 հոդվածի 3-րդ մասը ասում է սահմանափակում է սուբյեկտներին, ովքեր կարող են բողոքարկել ընտրական հանձնաժողովին։ Հիմա ես ուզում հասկանամ, սա հանձնաժողովը մեր դիմումը ընկալում է որպես բողոքարկում եւ հետեւապես կիրառում է 48 հոդվածի 3-րդ մասը, թե առանց ընկալելու որպես բողոքարկում կիրառում է մի նորմ, որը որ կոչվում է բողոքարկման կարգը։ Պարոն Յանիսյան, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախագիծը ընդունվելուց հետո կհրապարակվի, որը որ նշեցի, ենթակա է բողոքարկման։ Եթե դուք կարծում եք, որ հանձնաժողովը իրավաչափ չի գնահատել ձեր դիրքորոշումները կամ պահանջները եւ հանձնաժողովի ակտը ոչ իրավաչափ է, դուք ազատ եք դա բողոքարկել։ Եվ այսպիսով կարծում այս բուրըն քննարկումից հետո այլ հարցեր, հարգելի գործընկերներ, ունեք երիտներ դիտողություններ չկան, այդ դեպքում առաջարկում 5 րոպե միջում անենք, ուղղակի նիստը հարգելի գործընկերներ վերսկսված է եւ այլ հարցեր հաշվառելով որ քննարկումը ընդհանրել էր հարցեր, դիտողություններ, ելույթներ չկան։ Այդ դեպքում Տիկին Հովհաննիսյանի առաջարկած որոշման նախագիծը այն է հանգավ դիտող հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Յանիսյանի 13-11-2025 թվականի համար 32-29 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին եւ նաեւ երկրորդ կետով ինչպես Տիկին Հովհաննիսյանը այդ դիմում վերված փաստեր ուսումնասիրելու նպատակով սեփական կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնության վարչական վարույթ հասցնելու մասին որոշումը ներկայացնում քվեարկության ովքեր են կողմ որոշման հաստատման կողմ 6 այսինքն միաձայն մենք դեմ չունենք որոշումը ընդունված է հաջորդ հարցը հաջորդ դիմումը Տիկին Հովհաննիսյան Պարոն Յանիսյան, պիտի խնդրեմ այդ հարցակցությունը։ Հաջորդ դիմումը, որը ներկայացվել է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչի կողմից, պարոն Յանիսյանի թվագրված է 3231, ճիշտ է, չէ՞, որտեղ ներկայացված են փաստական հանգամանքներ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության հավատարմագրված դիտորդների կողմից վերված են ինչպես այս դեպքում վերված են
որպես դիտորդ հարվածարմագրված անձանց կողմից հրապարակումներ և հարցազրույցներ, մասնավորապես դիտորդ Գոհար Մելոյան, Գառնիկ Դավթյան և Անդրանիկ Գևորգյան, դիմումատուի կողմից ներկայացվել է ընտրական օրենսգրքի 30 հոդվածի առաջին մասի երկրորդ կետը, 32 հոդվածի երկրորդ մասի կարգավորումները և դիմումատուի, այսպես ասած, դիրքորոշումները, այս հոդվածների և իրավակարգավորումների վերաբերյալ և դիմումատուն դիմումում նշված հանգամանքներով պայմանավորված, հիմք ընդունելով ընտրական օրենսգրքի 31 հոդվածի 4.1 և 5-րդ մասերի կարգավորումները, ինչպես նաև վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 214, 223 և 254-րդ հոդվածները նախատեսված հանձնաժողովի լիազորությունները խնդրում եմ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազմակերպության կողմից հավատարմագրված դիտորդների ցանկից հանել Գոհար Մելոյանի, Անդրանիկ Գևորգյանի և Գառնիկ Դավթյանի մասին տվյալները, կազմել դիտորդ Անդրանիկ Գևորգյանի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություն և համապատասխան հայցադիմում ներկայացնել վարչական դատարան։ Դիմումը պարունակում է նաև թե ինչ գիծ փաստաթղթեր են ներկայացվել։ Նշված դիմումով նախապատրաստվել և հանձնաժողովին է ներկայացվել որոշման նախագիծ անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի 13-11-2025 թվականի թիվ 3231 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին։ Ինչպես նախորդ, այնպես էլ այս նախագծում դիմումատուի դիմումն ամբողջությամբ, ամբողջ ծավալով ընդգրկվել է որոշման նախագծում և նախագծը պարունակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանությունները և եզրահանգումները։ Ընթերցեմ։ Եթե չեմ սխալվում, կրկնությունը նախորդ մեր որոշման նույն իրավակարգավորումներն են վերված, կարծում եմ ուղղակի հաշվառել, որ մեր նիստի, այսպես ասենք, առավել բովանդակալից մասը դեռ առջևում է, դրա համար ես պիտի ուղղակի առաջարկեմ, որ միանգամից այսինքն չկրկնենք նախորդ հիմնավորումը, ուղղակի ներկայացրեք որոշման մասը, շնորհակալություն, հիմք ընդունելով կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիրքորոշումներ ընտրական օրենսգրքի 48-րդ, 49-րդ հոդվածներով սահմանված իրավակարգավորումների և ընտրական հանձնաժողովներին վարույթին ներկայացվող առանձնահատկությունները և ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի 13-11-2025 թվականի թիվ 3231 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել։ Երկրորդ կետով 13-11-2025 թվականի համար 3231 դիմումով ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ։ Ընդունվելուց հետո այս որոշումը ևս ուժի մեջ կմտնի նիստում հրապարակվելու պահից, սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Հարցեր զեկուցողին չկան։ Հարցեր եթե անհրաժեշտ կներեք։ Ելույթներ չկան։
Չկան, այդ դեպքում որոշման նախագիծը, այնպես ինչպես ներկայացրեց Տիկին Հովհաննիսյանը, այն է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացրած Դանիել Երոնիսյանի 13-11-2025 թվականի 3231 դիմումով վարչական վարչությունը մերժել կետ 1 և կետ 2 13-11-2025 թվականի համար 3231 դիմումով ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ, նիստում հրապարակել այս ուժի մեջ է մտնում և բողոքարկման ժամկետը 3 օրվա ընթացքում Պարոն Հովհաննիսյան, ես նախքանից կուզենայի դիմումի հետ կապված որոշակի առանձնահատկություններ ներկայացնել, որոնք տարբերվում են նախորդ դիմումից։ Իհարկե կրկնվել են ինչ-որ նախորդ դիմումի քննարկման ժամանակ քննարկվեց, ես էլ մտադիր չեմ ժամանակի, բայց այս դիմումը առանձնահատկություններ ունի որոշակի։ Պարոն Հովհաննիսյան, ըստ էության իրավական տեսանկյունից ինքը առանձնահատկություն, այսպես այդպես կտրուկ չի տարբերվում։ Եվ մեր մոտեցումը բովանդակային, այո, բովանդակային շատ է տարբերվում։ Խնդիրը ոչ միայն բովանդակային, այլ նաև նախ դիմումով հայցվող գործողությունները այլ են, ամբողջությամբ այլ են, քան նախորդ դիմումով։ Եթե նախորդ դիմումով մենք առաջարկում ենք հավատարմագրման որոշում ուժը կորցրած ճանաչել, այս դեպքում մենք առաջարկում ենք հավատարմագրված դիտորդների ցուցակից հանել 3 դիտորդներ։ Ես պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ տվյալ դեպքում կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդամենը արձանագրում է, այսինքն դիմումի նկատմամբ իր մոտեցումը, որ նման, այսինքն այն իրավական դիրքորոշում այն մոտեցումը, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախորդ ժամանակացում, այսինքն իրավակիրառ պրակտիկայում դրսևորել եւ շարունակում է ընդամենը նույն իրավական մոտեցումը դրսևորել, իսկ ինչ վերաբերվում է դիմումում բերված փաստերին, դիմում բովանդակությանը, կրկին հավատարիմ մնալով իր իրավական նախկին դրսած իրավական մոտեցմանը առաջարկում է սեփական նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ եւ ուսումնասիրել փաստերը, այդ թվում նաեւ իրավական գնահատական տալ այդ ամենին։ Այնպես որ ես ուղղակի որպեսզի մեր ժամանակ, որովհետեւ մենք կրկնում եմ, մենք մեր նիստի, ասենք, ավելի բովանդակային ծավալուն մասը դեռ արժևում է։ Դա մը պիտի խնդրեմ ուղղակի այս անդադ ես չեմ ուզում ձեզ, այսպես ենք, հրաժարվել զրկել ձայնի իրավունքից, հասկանում եք, չեմ ուզում նման, այսինքն այնպեսի մոտեցում դրսևորվի, կարծես մենք մեր դիտորդներին հնարավորություն չենք տալիս իրենց կարծիքը արտահայտելու, դուք ձեր կարծիքը արտահայտեցիք, լսեցինք, այս դեպքում էլ ընդունեցինք ի գիտություն, բայց պիտի կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջ շարժվի։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան, բայց եթե նախորդ դիմումը որից-է կերպ միգուցե կարող էր մեկնաբանվել որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշման, եթե ոչ վիճարկում, ապա այդ որոշումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա այս դիմումը բոլորովին այլ տեսակի պահանջի մասին է։ Սա չի վերաբերվում կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկինում կայացրած որևիցե որոշման վիճարկմանը եւ դրանով է այս դիմումի էապես առանձնահատկությունը նաև վարչարարության տեսանկյունից։ Շնորհակալություն, պարոն Հովհաննիսյան, ձեր տեսակետը դուք արտահայտեցիք, այդ փաստը մենք արձանագրեցինք եւ հարգելի գործընկերներ կրկին վերադառնամ։ Համեցեք տիկին, չստացվի, մոտեցեք տիկին մերոն, մոտեցեք, որպեսի լսվի տիկին։ Շնորհակալ եմ, հարգելի նախագահ հանձնաժողովի անդամներ, կներկայացնում եմ մի հատ բարձրաբանում։ Այս պահանջությամբ մենք կարող ենք մեր դիրքորոշումը վարույթի նկատմամբ, քանի որ դուք ասացիք, որ սեփական նախաձեռնությամբ է ԿՀ-ն դիմումի հիման վրա հետագայում վարույթը հարուցում,
այս բանին է քննվելու սեփական նախաձեռնությամբ, թե այսինքն խոսքի իրավունք հնարավորություն կունենան փաստական հանգամանքներ այո, որովհետև դիմումի հետ կապված լրջագույն փաստական իրողություններ կան, որոնք հաշվի չեն առնվել եւ կարծում եմ լսված լինելու ձեր կողմից հաշվի առնելու խնդիր կա։ Այդ հնարավորությունը անպայման ձեզ կտրվի։ Եվ հարգելի կենտրոնական ընտրական հանձնաժողով, հարգելի անդամներ, կրկին քվեարկությանը ներկայացնում անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչներ Երևանյանի 13-11-2025 թվականի 3231 դիմումով վարչական վարույթի հարցումը մերժելու մասին որոշման նախագիծը, որի առաջին կետով վարույթի նախատեսվում է հարցումը մերժել, երկրորդ կետով որոշման առաջարկում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ դիմումում բերված հանգամանքները ուսումնասիրելու նպատակով, ովքեր են կողմ 6, այսինքն միաձայն չունենք հաջորդ դիմումը Տիկին Հովհաննիսյան։ Հաջորդ դիմումը Եվս ներկայացվել է նոյեմբերի 13-ին, թվագրված է 3232, դիմումատու անկախ դիտորդ հասարակական դաշինք լիազոր ներկայացուցիչի կողմից այս դիմումով ներկայացվել է հայաքվե դիտորդական առաքելության կողմից տարածված հրապարակումներ, ներկայացվել է դիմումատուն դիմումում ներկայացրել է իր դիտարկումները, ընտրական օրենսգրքի համապատասխան դրույթներն է մատնանշել եւ ներկայացրել է իր դիրքորոշումները, այս դիմումում եւս մատնանշված են առանձին դիտորդներ, դիտորդ Մանվելյան Արմեն, Ցոլակ Ակոպյան, Ակոպյան, Մենուա Սողոմոնյան, վերջինիս հարցազրույցների եւ հրապարակումների հետ կապված համապատասխան հղումները դիմումում ներառված են, ներկայացված այս դիմումով դիմումատուն պահանջում է ուժը կորցրած ճանաչել վաղաշաբաթի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող հայաքվե դիտորդական առաքելության հավատարմագրումը եւ երկրորդ կետով կազմել հայաքվե առաքելության կողմից հավատարմագրված դիտորդներ Ցոլակ Ակոպյանի, Արմեն Մանվելյանի կողմից վարչական իրավախախտումների վերաբերյալ 40.8-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու մասին արձանագրություններ եւ համապատասխան հայցադիմումներ ներկայացնել վարչական դատարան։ Եթե թույլ կտակ ես այստեղ ասեմ, դիմումի փաստական հանգամանքները մի քիչ այլ էին, քան ներկայացված ամեն հարկանքով իհարկե, բայց ներկայացվել են ոչ ուղղակի եկեք մի բան պայմանավորվենք, խոսք եք ուզում, խոսք տրամադրում եմ, դրանից հետո դուք խոսում եք։ Շատ խոսք եմ ուզում։ Դե իմը մի բան ուղղակի բովանդակային քննարկում չծավալենք, էլի, ըստ էության ներկայացված են ոչ թե կամ ոչ այդքան ոչ միայն ուրեմն հայաքվե դիտորդական առաքելության մի շարք դիտորդների կատարված հրապարակային խոսքեր եւ դիմումի շեշտադրումը ոչ թե դրա շուրջ է կամ ոչ միայն դրա շուրջ է, այլ նրա շուրջ է, որ այդ հրապարակային խոսքը տարածվել է հենց հայաքվե նախաձեռնությամբ Facebook սոցիալական ցանցի ուրեմն էջի կայքեջի օգտահաշվի կողմից։ Ցաներ կարծիքով է ապես բավական դուք խոստացեք բովանդակային չքննարկել։ Չէ, ուղղակի դուք իրական գնացիք արդեն բովանդակային դաշտ։ Արդեն Կարապետյանը կարծես կանխազգում էր, թե դուք ինչ եք ասելու եւ դրա վրա ասեց, որ կարիք չկա բովանդակային քննարկել։ Եվ այսպես Տիկին Հովհաննիսյան որոշման մասը ներկայացրեք։ Որոշման նախագիծը անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Հովհաննիսյանի 13-11-2025 թվականից եւ 3232 դիմումով
վարչական վարույթի հարուցումը մերժելու մասին։ Ըստ էության նույն ձևաչափով է որոշման նախագիծը ներկայացված, առաջին կետով դիմումը ամբողջությամբ ներառված է նախագծում, երկրորդ կետով կենտրոնական ընտրական հանձնաժողովի հիմնավորումները, պատճառաբանություններն ու եզրահանգումներն են եւ հիմք ընդունելով նախագծում ներկայացված դիրքորոշումները եւ իրավական կարգավորումները եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 49-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ պարբերությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի 13-11-2025 թվականի համար 3232 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել։ 13-երկրորդ կետով 13-11-2025 թվականի համար 3232 դիմումով ներկայացված հանգամանքները պարզելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ հարուցել վարչական վարույթ։ Նախագիծը պարունակում է որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետի եւ բողոքարկման ժամկետի հետ կապված նորմերը։ Հարցեր զեկուցողին, երևույթներ, դիտողություններ չկան, ագելի գործընկերներ, այդ դեպքում որոշման նախագիծը այն առաջի կետով անկախ դիտորդ հասարակական դաշինքի լիազոր ներկայացուցիչ Դանիել Իոնիսյանի 13-11-2025 թվականի 3232 դիմումով վարչական վարույթի հարուցումը մերժել, երկրորդ կետով նույն դիմումի բերված հանգամանքները ուսումնասիրելու նպատակով կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնության վարչական վարույթի հարուցելու մասին որոշման նախագիծը այս ներկայացում է քննարկության, ովքեր են կողմ որոշման հաստատման կողմ։ Վեց կողմ դեմ չունենք միաձայն եւ այսպես հարգելի գործընկերներ ուղղակի այստեղ զուտ քանի որ վարչական վարույթը այստեղ ես պիտի ճշտեմ ծանոթված, այսինքն 3 դիմումներում ներառված դիտորդական առաքելությունների ներկայացուցիչներից ես Հայաքվեի ներկայացուցիչին տեսնում եմ, Տիկին Մելանին տեսնում եմ, իսկ ես հարգելի գործընկերներ, ուղղակի կես ժամ զուտ տեխնիկական, որպեսզի նաև մենք պատրաստվենք այս արդեն մեր այս վարույթին կես ժամ ընդմիջում 6:30-ին արդեն կսկսենք այդ վարույթի գործընթացը կենտրոնական։ Ես ձեր հարցը կանխազգանում, այսինքն հավանաբար նկատի ունեք, դուք ցանկանայիք, որ հերթականությունը փոխվի իրոք ձեզ, Տիկին Մելան։ Հարգելի գործընկերներ, ես այսպես ասեմ, մենք վարույթը կիրականացնենք, եթե այսպես ենք ինչ-որ փուլում դուք կհամարեք, որ ձեր ներկայությունը այլևս ձեր ներկայության կարիքը չկա, այսինքն մենք էլ կոպիտ ասած կարձանագրենք, որ այլևս հարցեր չունենք ձեզ ուղղված, այդ ժամանակ դուք ինքներդ կորոշեք ինչպես վարվել, շարունակել ներկա գտնվել, թե կես ժամ ընդմիջում։ Արդյոք դիտարկում եք նաև, քանի որ դիտորդական առաքելություն եք իրականացնում, արդյոք դիտարկում եք նաև թեկնածուներին, իրենք պահպանում են այս լռության օրը, որովհետև ահազանգեր կան, որ թեկնածուներ կան, որ արդեն այսօր լռության օրը քարոզ են իրականացնում, հրապարակումներ են անում իրենց սոցիալական էջերում։ Դուք ինչ տեղեկատվություն ունեք, դիտարկումներ արդյոք կատարում եք, թե ոչ, եւ արդյոք պահպանվում այդ լռության օրը։ Շնորհակալ եմ, անկախ դիտորդը 4 կազմակերպությունների կազմով վաղար շաբաթ խոշորացված համայնքում քարոզարշավի ամբողջ ընթացքում իրականացրել է երկարաժամկետ դիտորդություն։ Մեր երկարաժամկետ դիտորդները ըստ էության խոսել են 8 մասնակից ուժերից 7 ներկայացուցիչների հետ, միայն ժառանգության հետ չի ստացվել, իրականացրել են 30-ից ավելի հանրահավաքների, ընտրողների հետ հանդիպումների դիտարկումներ, այդ ընթացքներում դիտարկել են տարբեր հանգամանքներ, ամենատարածված խնդիրները, որոնք որ արձանագրվել են, եղել են պաստառների հետ կապված խնդիրներ, եղել են խնդիրներ, որոնք մեր գնահատմամբ առերևույթ պարունակել են քրեական օրենսգրքով արգելված արարքներ, ինչպիսին էր քարոզարշավի սկսելու նախորդ օրը
Խոյ համայնքի ես հիմա գյուղի անունը չեմ հիշի 1000 անգամ ներողություն դողս ոնց որ հա դողս գյուղի կազմակերպած միջոցառումը մեր գնահատմամբ քրեական օրենսգրքի 221 հոդվածի խախտման է եղել մեր գնահատմամբ Քարոզարշավի ամենաառաջի օրը համապետական եւ էջմիածնում իշխանություն ունեցող կուսակցության կողմից Քարոզարշավի իրականացումը դրսևորվել է քրեական օրենսգրքի 441 հոդվածով արգելված արարքի առերևույթ կատարմամբ այն է ուրեմն պաստառները փակցվել են համայնքային միջոցներով այսինքն ըստ էության մենք նախընտրական քարոզարշավը իրականացվել է ոչ թե քարոզարշավի ինչ որ հատված իրականացվել է ոչ թե կուսակցության միջոցներով այլ հարկատուների վճարած հարկերով ինչը սենց ասում նախկինում տենց բան տենց երևույթ օրինակ չենք տեսել մենք դիտարկել ենք նաև պաստառների հետ կապված մի շարք այլ խնդիրներ չսահմանված վայրում փակցված պաստառները այնքան շատ էին եւ այնքան նաև շատ լրատվամիջոցներ երևի կարամ ես էլ չնշեմ, չէ՞ տրիվիալ։ Մենք նաև նկատել ենք, որ գնումների մասին օրենքի խախտմամբ մի կազմակերպության տրվել են պաստառների ուրեմն գովազդների տեղեր եւ այդ տալու հաջորդ իսկ օրը կամ շատ ամիջապես հետո այդտեղ հայտնվել են նորից ուրեմն ուժերից մեկի պաստառները։ Չէ, իրականում արգելված է քարոզչություն իրականացնել, այսինքն այսօր եւ վաղը մինչեւ ժամը երեկոյան 8-ը արգելված է քարոզչություն իրականացնելը բայց դա արգելված չէ, խախտում։ Չէ, խախտումների մասին խոսելը արգելված չեն, որում նաև ասել թե ակնհայտ բաները եւ այդտեղ ընդորում խնդիրները իհարկե շատ են մեր դիտարկմամբ այդ կոնկրետ այդ գովազդային վահանակների վրա բայց ֆորմալ խախտումը գնումների մասին օրենսդրության խախտում էր այսինքն ոչ ընտրական օրենսդրության եւ այդ մասով եւս 441 հոդվածով այն պաշտոնակնդիրքի չհրաշահման հոդվածով հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել եւս մի ուրեմն հաղորդում ներկայացրել ենք կապված դպրոցներից մեկի տնօրենի կողմից բարեգործության ուրեմն դեպքի հետ, որը առերևույթ կոնկրետ 221-րդ հոդվածի քրեական օրենսգրքի խախտումն է պարունակում եւ ներկայացրել ենք եւս մի հաղորդում, որը վերաբերվում է ուրեմն Էջմիածին համայնքի տարբեր հատվածներում իրականացվող ասֆալտապատման կամ երբեմն դա տեխնիկապես ասֆալտապատում էլ չի, ասֆալտապատման նման ինչ-որ գործողության, տանիքների վերանորոգման, որը մեր կարծիքով կրկին բարեգործության եւ քարոզչության արգելքի խախտում է, այսինքն 221-րդ հոդվածով նախատեսված արարք, ըստ էության երևի բոլորդ գիտեք, չէ, որոնցով է գործ հարուցվել, որոնցով չի հարուցվել, 221-ներով ինչքան գիտեմ բոլորը հարուցվել են 441-ով երկու գործերը չեն հարուցվել ու մեզ նաև մտահոգում է որտեղ մեկը վերջերս ենք տվել բայց մեկը տվել ենք նոյեմբերի 20 քանիսին ու մասնավորապես հենց քվեարկության քարոզարշավի առաջին օրը պաստառները համայնքային միջոցների կողմից փաստների մասով դրա մասով միջև հիմա ինչքան գիտեմ հարուցվածություն ու գոնե ասենց ասեմ երեկվա դրությամբ հարուցված չէր ինչը մտահոգիչ է սա է մենք վաղը քվեարկության օրը իրականացնելու ենք դիտորդություն վաղարշաբաթ համայնքի ամբողջ հատվածում օրվա ընթացքում ունենալու ենք երկու ճեպազրույց ժամը 3-ին եւ 7-ին մանրամասները կներկայացնեմ կա սոցիալական ցանցերում կոնկրետ տեխնոլոգիա լրության օրվի ես դες պետք է ասեմ ահազանգեր որ լրության օրվա խախտումներ տեղի են ունեցել մենք ունենք բայց չենք ես գոնե չեմ հասցրել այսինքն ես գիտեմ որ իմ գոլեգաները դա նայում են բայց ես ինքս չեմ այդ ինֆորմացիան չեմ հասցրել ստանամ, որ հիմա ձեզ այդ ինֆորմացիա հետ կապված ինչ-որ բան ասեմ, բայց վաղը ինձ թվում է արդեն վաղը ժամը 3-ի ճեպազրույցում կկարողանամ նաև դրա հետ կապված մանրամասն ավելի փաստահեն խոսել էլի։ Պարոն Հրանեսյան, ես թույլ տվեք մի հարցել ես տամ, չխախտելով իհարկե լրության օրվա այսպես ասած կանոնները։ Տեսեք, Տիկին Մելոյանը մի քանի րոպե առաջ ես նայել։ Ես ներողություն մի բան առաջարկեմ, ընտրական օրենսգրքի 19 հոդվածի 1.1 մասը հստակ սահմանում է թե քարոզչությունը ինչ է,
հակակարողությունն էլ է ըստ էության դա է որ արգելված այսօր եւ վաղը միջև 8, այսինքն եթե նայենք ու ծանոթանանք հասկանալի կլինի ինչ խոսանք եւ ինչպես խոսանք, որ այդ արգելքի խախտման տակ չլինի։ Մելոյանն ասաց, որ վաղարշապատի ընտրություններից դուրս, օրինակ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քննադատել է, դա ոչ քարոզչություն է, ոչ էլ հակաքարոզչություն։ Օրինակ դուք կարող եք ինչ-որ մի հայտարարություն վերցնել ու ասել, որ կոնկրետ անձը X դիտորդական կազմակերպությունը քննադատելով ուրեմն քաղաքացիական պայմանագրին հակաքարոզչություն է անում կամ խախտում է լրության օրվա կամ ընդհանրապես հակաքարոզչություն է անում ինչ որ կոնկրետ ուժի մասին, ինչը արգելված է դիտորդի համար։ Հիմա այս մարդիկ ասում են մենք կոնկրետ վաղաշապատի ընտրությանը ենք բանարել, այլ մենք ԿՊ-ին ենք քննադատել, իսկ ԿՊ-ն վաղաշապատի տարածքից դուրս է գտնում, օրինակ Սյունիքի մարզի մենք հայտարարություն ենք արել, ինչը իրեն է վերաբերում։ Հիմա ոչ թե կոնկրետ իրենք վաղաշապատի ընտրությանը վերաբերող որևէ ընտրական օրենսգիրքը մի շարք դրույթներով դա 30 հոդվածի առաջին մասի երկրորդ կետն է, դա 32 հոդվածի երկրորդ մասն է, դա կարծեմ 31 հոդվածի 5-րդ մասն է, սա սահմանում է արգելքներ, թե դիտորդը ինչ չի կարող անել։ Եվ այդտեղ գրված է, օրինակ մասնակից կուսակցություններից որևիցե մեկին կողմնակալ վերաբերմունք ցույց տալ։ Հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կամ ասենք, չգիտեմ, ժառանգություն օրինակ կուսակցությունը, ինքը վաղարշապատում մասնակցող քաղաքական ուժ է, չէ՞։ Դա նույն ուժն է, նենց չի որ վաղարշապատում մասնակցում է մի կուսակցություն, համապետականը ուրիշ է։ Ընտրական օրենսգիրքը բավական հստակ է այդտեղ արտահայտվում։ Ընդ որում ասեմ ավելին, 32 հոդվածի երկրորդ մասը ավելի լայն է սահմանում։ Ասում է, որ դիտորդը իրավունք չունի կանխակալ վերաբերմունք արտահայտել իշխանության, ընդդիմության եւ մի շարք այլ հարցերի վերաբերյալ։ Այդ կանոնակարգումները բավական հստակ են իմ կարծիքով, թե իհարկե քիչ անց նիստի ժամանակ կտեսնենք, բայց իմ կարծիքով բավական հստակ են եւ մենք առանձնացրել ենք այն հայտարարությունները, որոնք որ մեր կարծիքով բավական հստակ են եւ հստակ խախտում են ընտրական օրենսգրքի այդ 3 արգելքներից որևիցե մեկը, իսկ որպես կանոն ավելի քան մեկը։ Իսկ այս ընթացքում իշխանությանը կամ ընդդիմությանը չեք ինչ-որ հարցում աջակցել կամ քննադատել։ Ձեր էջում չկան այդպիսի հրապարակումներ։ Վաղարշապատի ընտրությունների ընթացքում Չէ՞ որ նոր ասացիք, որ կոնկրետ վաղաշապատի ընտրություններին չէ, ասացիք, որ ԿՊ-ին է վերաբերում կամ Հա, չէ, նկատեմ այս ժամանակահատվածում ոչ։ Ձեր էջում ակտուալ։ Չէ, առհասարակ կյանքում ոչ մեկ չի ասում առհասարակ կյանքում, բայց այն ընթացքում ինչ որ դիտորդ ենք, իհարկե մենք շատ ավելի սահմանափակ ենք մեր հրապարակային խոսքում եւ շատ բաներ, որոնք որ այլ իրավիճակում կարող է արտահայտեինք, դիտորդ լինելու ընթացքում չենք արտահայտում։ Մաքուր է ձեր էջը։ Մաքուր է, եթե այդ իմաստով, ապա հա։ Տիկին Մելոյան, տեսեք Ինչ առաջ Դանիել Լեոնիսյանը հետևյալ արտահայտությունն արեց, ասեց, որ եթե դուք քննադատում եք օրինակ ուժերից մեկին, անունը չտանք, որը կուսակցություն է եւ նրա տեխնացուն մասնակցում է վաղարշապատի ընտրություններին, դա արդեն ընտրական օրենսգրքի խախտում է, որտեվ անձը այնտեղ ներկայացնում է այդ կուսակցությունը եւ դուք դրան քննադատեցիք լինելով դիտորդական գործունեություն իրականացնող։ Դա հաստատորեն խախտում որպես խախտում արձանագրեց։ Բարի։ Տեսեք, մի քիչ գանք վեհ երևույթներից, օրինակ այնպիսի իրականությունից խոսենք ու փաստերից, ինչպիսին իրավաբանություն, մասնագիտությունն է, ինչպիսին օրենքի մեկնաբանությունը, ու երևի թե մեր երկրում շատ բաներ չեն լինի այնպես ինչպես կան, եթե մարդիկ իրենց մասնագիտություններով զբաղվեն։ Հիմա անդրադառնանք այդ
ձեր կողմից արված հղումին, այո, մասնակիորեն ճշմարտություն է ասվել, մեր ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը հստակ կարգավորում է, որ դիտորդական առաքելությունները դիտորդը իրավունք չունի իրականացնելու քարոզչություն կամ հակաքարոզչություն այն ընտրությունների վերաբերյալ, դրանում մասնակցող թեկնածուների վերաբերյալ, որի նկատմամբ ինքը իրականացնելու է դիտորդական առաքելություն։ Այսինքն, մենք բոլոր այն անձինքս այն պահից ի վեր, երբ հավատարմագրվել ենք եւ հանդիսանում ենք դիտորդ, իրավունք չունենք այս իրավիճակում կոնկրետ վաղար շաբաթում, այս հակաքարոզչություն չի լռության օրը, հանգիստ կարող եմ ասել, վաղար շաբաթում ընթացող ընտրությունների վերաբերյալ ու մասնակից թեկնածուների վերաբերյալ տալու գնահատականներ կլինեն դրանք ի նպաստ թե ի դեմ։ Հիմա այս կոնկրետ իմ պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի համատեքստում, երբ բերվել է դիմում մեր դեմ եւ կոնկրետ դիմումով Դանիել Լեոնիսյանի կազմակերպությունը ի դեմ իրեն պահանջում են, որպեսզի մեր կոնկրետ մի քանի դիտորդների լիազորությունները հավատարմագրումը դադարեցնի։ Սա որևէ կերպ իրականության հետ կապ չունի, չեմ խոսում այն lex generalis սկզբունքի հետ կապված, որ վարչական վարույթը եւ վարչարարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքը lex generalis է, այստեղ պատշաճ ծանուցման խնդիր ունենք այսօր, լսվելու իրավունք ունենք, սահմանադրության պատշաճ վարչարարության սկզբունքն է գործում, վերացարկում եմ այսօր այս իրավիճակից, որովհետեւ ասում եմ, այնքան փաստահեն արգումենտներ ունենք, որ անգամ կարիք չկա նախապատրաստվելու կոնկրետ դրվագներով անդրադառնամ։ Ինչ են ասում են Գոհար Մելոյանը ունեցել է ելույթ, բերում են ժամկետով հղում են կատարում, որ ընդհանրապես խոսում են վաղար շաբաթում իրողությունների մասին, որևէ գնահատական տեխնացուին, որևէ գնահատական ուժ չեմ տալիս ուժերին եւ խոսում եմ քաղաքական իշխանության եկեղեցու դեմ հարձակումներից։ Կոնկրետ իմ դրվագն եմ ասում։ Այստեղ առաջի կարևոր հանգամանքն է, որ այդ պահին երբ ես տեսանյութում խոսել եմ, դեռևս հավատարմագրված դիտորդ չեմ եղել։ Ամենակարևոր իրողությունը, բայց անգամ եթե հավատարմագրված լինի, ելի ամեն ինչ նորմալ էր, որովհետև երբ տեղական ընտրություններ են տեղի ունենում, իսկ այս իրավիճակում թիմ ընտրությունները, իսկ ես չեմ հանդիսանում դրան մասնակցող որևէ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ու ընդհանրապես ես երբևիցե իմ ամբողջ կյանքում կուսակցության անդամ չեմ եղել։ Բնականաբար որևէ կերպով չունեմ աֆիլիացիա, նույնականացում, օժանդակություն չեմ ներկայացնում, չկա այնպիսի ուժ, որին օրինակ իմ այս պայմանությամբ մեր ձևով շարժման հետ համագործակցության հանգամանքն են հղումանում, մեր ձևով շարժումը եւս որևէ կերպ չի մասնակցում վաղար շաբաթի ընտրություններին, բնականաբար իմ դիտորդական առաքելության տեսանկյունից անկողմնակալությունն ու անաչառությունը որևէ կերպ չի վերացարկում, ասեմ ավելին, ես հանդիսանում եմ ԵԱԳ-ի կողմից սերտիֆիկացված դիտորդ միջազգային։ Դիտորդությունը ունի իր հստակ սկզբունքները, մոտեցումները, վարքագծի կանոնները, շատ լավ տիրապետելով այդ ամենը ես հստակ պատկերացնում եմ, ինչ է կարելի եւ ինչ չի կարելի, եւ նաեւ այդ ամեն ինչը ուսուցանվում է մեր դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, ովքեր գալիս են հատուկ դասընթացների։ Հիմա ամփոփելով խոսքս, բացի այն մի քանի հանգաման կրկին ասում եմ, չկա կոնկրետ մասնակցություն եւ քաղաքական ուժ, որին որևէ մեկս անդամակցում ենք կամ աջակցում ենք։ Չի եղել հանգամանք, որ ուղղակի քարոզչություն կամ հակաքարոզչություն լինի եւ ի վերջո Այստեղ կան իրավական միջազգային իրավունքի տեսանկյունից, մարդու հիմնարար իրավունքի տեսանկյունից հստակ մոտեցում։ Մարդու ընտրական իրավունքը, քաղաքական իրավունքը, մարդու քաղաքական հայացքներ ունեցող իրավունքները ավելի վեր կարգավորել են եւ նախապատվել են իրավիճակում եւ դիտորդական առաքելություն իրականացման հանգամանքը բնականաբար չի կարող ամբողջովին կանխորոշել մարդկանց կամ կազմակերպությունների դիրքորոշումները։ Յուրաքանչյուր մարդ աշխարհում ունի քաղաքական հայացք եւ մարդկանց քաղաքական հայացքները այո կարող են հնդածս որոշ ընթացք երբ ինքը դիտորդական առաքելություն է իրականացում զսպվել այդ դիտորդական առաքելության տեղային մակարդակում։ Իսկ այս իրավիճակում թեկուզ այլ կազմակերպությունների մասին է, խոսքը որոնց վերաբերյալ եւս քննություն է ընթանում, Հայաքվեի մասին է, Թաթոյան հիմնադրամի մասին է։ Այդ կազմակերպությունները ի սկզբանե ունեցել են քաղաքական դիրքորոշումներ ու բնականաբար ի հայտ են եկել թե քաղաքական կազմակերպ թե հասարակական
կազմակերպությունները, թե այդ գործիչները, դա իրենց հիմնարար իրավունքն է անելու հայտարարություններ, ունենալու հնչեցնելու իրենց դիրքորոշումները տարբեր իրադարձությունների վերաբերյալ, բայց այդ մարդիկ վաղարշաբաթի ընտրությունների հետ կապված գետվեք հայտարարություն չեն արել, իսկ սա համապետական ընտրություն չի, սա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություն է։ Շնորհակալություն։ Վերսկսում ենք եւ այսպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախաձեռնությամբ վարչած վարչական վարչի շրջանակներում ես ներկայացնում եմ որոշման նախագծի այս փուլում առկա հատվածը մասնավորապես Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 15-11-2025 թվականի թիվ 72A, 73A, 74A որոշումներով հարուցված վարչական վարույթների, ինչպես նաև 10-11-2025 թվականին կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացած հաղորդումների քննարկման մասին հարցը։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 15-ի թիվ 72A, 73A, 74A որոշումներով հարուցված վարչական վարույթների շրջանակներին, ինչպես նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովում 10-11-2025 թվականին ստացած տեղեկությունների քննարկման առկային հանդիսացել ստորև ներկայացված հանգամանքները։ Մասնավորապես մենք ըստ էության պիտի այս հղումներով, այսինքն հանգամանքները այստեղ նաև ներկաների մասնակցությամբ ուսումնասիրենք, արձանագրենք այն, ինչ այդտեղ ներկայացված է այդ հանգամանքներում, այնուհետև կգնանք առաջ։ Եվ այսպես ես պիտի խնդրեմ, որպեսզի մեր համակարգչային վարչության ժողովուրդը այստեղ քանի որ Facebook-յան հղումներ են, դրա համար եւ այսպես առաջի հղումը դիտորդ Արմեն Մանվելյան։ Այս մարդիկ ժողովրդի շրջանակներում կերտում եւ automatic կերտում ես ամենօր կերտումներով, sense այդ գերբերսյան ռոպագանդայի սկզբում կա, չէ՞, եթե որ դու ամենօր սուտ ես, ասում երևի սուտը դառնում է ճշմարտություն։ Ումեն գերբերսյան այս ռոպագանդայով են շարժում, անանալ այս մարդիկ ժողովրդի խոսելու իրավունք չունեն։ Որտեղ են մարդիկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նախորդիվ այստեղ դիմումներին ենք անդրադարձել, պիտի ուղղակի այստեղ 10-11-2025 թվականին ներկայացված հաղորդում ունեինք Transparency International հասարակական կազմակերպության կողմից, որ այս առաջիկա, այսինքն այս եւ եւս 5 հղումներ իրենց հաղորդումից բերված հանգամանքներ են։ Միացրեք նույնս։ Ովքեր են ձայն ընտրվել այդ 680,000-ի ավելի, իրանք ձայն են ընտրվել իրանք ծրագիրը Արցախը պաշտպանելու համար, Արցախը դեօկուպացնելու համար, իրանք ծրագրում գրած է, ավելի երբ որ իրանք եկան իշխանության հատուկ պետական ծրագիր ընդունեցին նույն այդ բառերով, աշխարհի Արցախի անվտանգությունը պահպանելու համար եւ այլն, այդ կետերից որ մեկն են արել, իրանք մոտավորապես 150 եկեղեցի նվիրել են թուրքերին, հետեւաբար նորից եմ կրկնում, այս աղմուկը արհեստական է։ Երբ որ դու մարդկանց Ես պիտի հայակվեի ներկայացուցիչներից ճշտեմ այսպես ասենք, այս կոնտենտը, որը տարածվել է, սա ձեր դիտորդական առաքելության պաշտոնական էջն է, թե ոչ, այսինքն այս Facebook-յան էջը, որը որ եթե դիտարկենք էջի մասին տվյալները, այնտեղ, եթե չեմ սխալվում, ասում է, որ ինքը ալիք է։ Այս այո, բացեք այդտեղ
Սա ձեր պաշտոնական էջն է։ Սա որպես դիտորդական առաքելություն պաշտոնական էջ չի։ Այդ դեպքում պիտի խնդրեմ մոտենակ էստեղ, էլի։ Երկուսով էլ եկեք, որտեղ այս փուլում ասենք Կարելի է արձագանքել, պարոն Օղակիմյան։ Այո։ Սա ոչ թե Հայակվեի դիտորդական տենց հատուկ պաշտոնական էջն է, այլ Հայակվեի էջն է։ Ես մի բան էլ եի ուզում ասել ձեր թույլտվությամբ, ուրեմն վարչական վարույթ նախաձեռնվեց, ինձ թվում է պետք է մեզ նախապես ծանուցել, որպեսզի մենք նաև նախապատրաստվեինք, որովհետև ամեն ինչ ստացվեց ոտքի վրա եւ ըստ էության պատրաստվելու հնարավորություն էլ մենք չունեցանք։ Ինձ թվում է նախ պետք է այդ վարույթի մասին մեզ ծանուցվեր, հետո մենք նայենք, գոնե 1 օր ժամանակ տրվեր, փաստերը ուսումնասիրենք, որովհետև օրինակ ես անձամբ եկել եմ այս նիստին 1 տողանոց ծանուցմամբ, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստ է գումարում ժամը 5-ին եւ վերջ։ Նույնիսկ բովանդակությունը չի ծանուցվել։ Իսկ հիմա ըստ էության ես մի ուղղակի հազարներություն Տիկին Ավետիսյան, երբ որ ծանուցում էիք վերջում, այսինքն եթե չեմ սխալվում ցերեկը, երբ որ օրակարգը տեղադրվեց, դուք տեղակայել եք, որ դիմումներն են, որոնք տեղադրված են կայքում տեղադրված են։ Համախտեն, ասեմ, սա դրան չի վերաբերվում, չէ՞։ Սա նոր վարույթ է, որը հարուցվեց կես ժամ առաջ։ Համախտեն, ըստ էության, եթե զուտ հաշվի առնելով այն ռեժիմը, որի պայմաններում մենք գործում ենք, ըստ էության բովանդակությունը վարույթի ձեզ տեղակ պահվել է։ Ավելին, մեզ այսինքն այստեղ մենք ձեզանից ոչ թե կոնտենտի բովանդակության մասին ենք հարց ուղղում ձեզ, այլ շատ պարզ հարց է, թե արդյոք այս էջը դիտորդական առաքելության էջն է, թե ոչ։ Շնորհակալություն, մենք հենց բարի կամք դրսևորելով եւ բարի հարաբերություններ ունենալով ընտրական հանձնաժողովի հետ եւ չվնասելով ժողովրդավարական գործընթացներին, որտեղ շատ կարևոր նշանակություն ունի նաեւ դիտորդական առաքելությունը, հոժարակամ եւ սիրով նաեւ հանրության առաջ այդ հարցերին կպատասխանենք։ Բայց խնդրում եմ իմ դիտողությունը, որ պետք է պատշաճ ծանուցվի կոնկրետ վարույթի հետ կապված, դա էլ դուք հաշվի առեք։ Շնորհակալություն։ Իսկ պատասխանը մի անգամ էլ կարող եմ կրկնել, սա Հայակվե միավորման էջն է Facebook-յան, եթե չեմ սխալվում, որը գործում է առնվազն 2 տարի։ Այո։ Շնորհակալություն։ Սա Հայակվե միավորման Facebook-յան էջն է։ Այո, Facebook-յան էջն է, որը 2 տարի կա։ Համախտյան, մի հաշվի առնելով ձեր նախորդիվ ասածը, կարող է հետաձգենք նիստը առավոտյան վերսկսենք։ Դե դրա համար եմ ասում։ Ամեն դեպքում հիմա դուք օրինակ տեսանյութ եք դնում, որ ես առաջի անգամ տեսա։ Ես կրկնում եմ տեսանյութի բովանդակությունը, այս բան բովանդակության մասին չէր հարցը եւ ավելին ես պատասխանեցի։ Ավելին ենթադրում եմ, որ տեսանյութերը, այս էջում տարածված կոնտենտները ձեզ անծանոթ չեն, եթե անծանոթ են ձեզ, այսինքն դուք տեղյակ չեք այս կոնտենտներից, կարող ենք ժամանակ տրամադրել, որպեսզի նաև տալ հղումները, որոնք առկա են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված դիմումներում, այդ թվում կարող ենք նաև տրանսպարենսի հաղորդման օրինակը տալ, որտեղ դուք հղումների հետ հնարավորություն կունենաք, եթե ձեզ անծանոթ են այս կոնտենտները, մենք կարող ենք այդ ժամանակը ձեզ տրամադրել, բայց եթե ծանոթ են ձեզ կոնտենտները,
Ստացվում է, որ մենք իզուր, այսպես ենք, զուտ ֆորմալիզմի հետևից ենք ընկնելու։ Չէ, եկեք, բայց հետո որ հետևանքներ չունենա, եկեք ճիշտ հասկանանք։ Օրինակ ես ձեր փոխարեն ինչ կանեի։ Վարույթը փոխարեն կարիք չկա։ Ձեր նկատի ունեմ հանձնաժողովի, էլի։ Վարույթը կհարուցեի, պատշաճ կծանուցեի, մարդիկ հնարավորություն կունենային նախապատրաստվելու, գուցե հենց պարոն Մանվելյանը իր կարծիքը ասեր, կամ չգիտեմ, էլի, գոնե 1 օր ժամանակ լիներ, որպեսզի նորմալ կարողանանք բան անել։ Հիմա ոնց որ ենթադրությունների վրա անընդհատ ինչ որ մեկը ինչ որ բան ասել ինչ որ մեկին, որը քննում է կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Պարոն Խտյան, ենթադրություններ չի, կոնկրետ դրա համար հանգամանքներ ենք ուսումնասիրում։ Այսինքն այս դեպքում ես կրկնում եմ, եթե կոնտենտները, այն կոնտենտները, որոնք ներկայացված են դիմումներում, եթե այդ նյութերը, այդ կայքը ձեզ անծանոթ է, եթե դուք պետք է ժամանակ է ձեզ պետք, որպեսզի այդ նյութերի հետ ծանոթանաք, մենք կարող ենք նիստը հետաձգել ձեզ ժամանակ տալ, որովհետև երբ որ ցերեկը մենք տեղադրել ենք դիմումները եւ այդ մասին ձեզ իրազեկել ենք, մեր մոտ եղել է ողջամիտ հավատ առայն, որ դուք հնարավորություն ունեք նախապես ծանոթանալու եւ արդեն եւ նիստին արդեն ծանոթ վիճակում կգար։ Հա, ուղղակի ձեր հարցը շատ ճշգրիտ էր, թե սա արդյոք կապ ունի դիտորդական առաքելության հետ, պատասխանը միանշանակ է ոչ։ Ինչքան բան։ Ես, պարոն Հովհաննիսյան, խնդրում եմ հաշվի առեք, որ երբ որ մոտավորապես ցերեկը 15:00-ի սահմաններում է տեղադրվել կայք, ճիշտ եմ ասում։ Ես եւ պարոն Մխիթարյանը վաղար շաբաթ համայնքում էինք։ Ընդեղից մոտավորապես մի ժամ ենք եկել, որտեղ ամբողջ ճանապարհահատվածը ժամից ավել ասֆալտապատված աշխատանքներ է կատարվում։ Այսինքն առավելագույնը, որ պետքա ծանոթանայինք ու փորձենք պատրաստվենք, 1 ժամ ենք ունեցել։ Պարոն Մխիթարյան չի ասել ծանոթանալ, կոնկրետ Մանվելյանի այս տեսանյութը ես նախկինում եմ տեսել։ Հիմա եթե բովանդակային պատասխանեմ, ուզում եմ հասկանամ այս տեսանյութը ինչ կապ ունի այսօրվա կամ վաղվա հետ, որ կարողանանք էջը 100% մերն է, պարոն Հովհաննիսյան, բայց դա ոչ թե դիտորդականի առանձին էջը, այլ ընդհանուր հայակվեի էջն է, որտեղ ամեն ինչի մասին կարող է խոսք լինել։ Ստացիան պարոն Պետրոսյան, հենց հանգամանքի ճշգրտման այն, որ ինչ որ ճշգրտում եք, ոչ թե վերաբերում էր բովանդակությանը, այլ էջի տիրապետողին։ Այո, պատասխանում ենք, այո, մեր էջն է։ Բայց դիտորդականն չի։ Հիմի պիտի խնդրեմ, քանի որ դուք օրինակ դիտորդական, երբ որ գրանցում ենք մենք եւ վարույթ իրականացնեցինք, այն ժամանակ, եթե չեմ սխալվում, պարոն Կարապետյանի կողմից եղավ հարցը, որ հնարավոր է, որ լինի կոնտենտ քաղաքական, որը ձեր դիտորդական առաքելության հետ նույնականացվի։ Այսինքն կա հայակվե համատեղ դիտորդական առաքելություն, եթե չեմ սխալվում նաև դուք բերել էիք այն, որ դուք իրավունք ունեք այդ անունը օգտագործելու, այսինքն ապրանքանիշը օգտագործելու, այսինքն դուք հանդես եք գալիս հենց հայակվե ապրանքանիշի ներքո, բայց միևնույն ժամանակ այստեղ դուք արձանագրում եք, որ կա առանձին մի, այսպես ենք, հայակվե նախաձեռնություն, որը զուգահեռ կոնտենտ է տարածում։ Այսինքն, հիմի եկեք հասկանանք, այսինքն մենք ինչպես պիտի տարբերակենք հայակվե դիտորդական առաքելությունը, ես խնդրում եմ, որպեսզի դուք բարձրաբանեք, թե ինչպես տարբերակել հայակվե դիտորդական նախաձեռնությունը եւ հայակվե, ինչպես ասացիք, հայակվային քաղաքացիական միավորում։ Համազգային ազգային քաղաքացիական միավորումը եւ հայակվե դիտորդական առաքելությունը, որոնք որ նույն անվանումով, նույն այսպես ենք լոգոտիպերով, եթե չեմ սխալվում, այո, լոգոտիպերն էլ չէ, առաքելության շրջանում, երկուսն էլ օգտագործում են։ Մենք ինչպես պիտի տարբերակենք։ Խնդրում եմ բարձրաբանեք։ Հարցեք տալիս։ Հիմա արդեն եթե անցնում ենք բովանդակության քննարկմանը, հասկանանք, բայց եթե
դեռ են փուլում ենք, որ մեզ պատշաճ չեք սանուցել, այդ բերեք նայենք նոր էլի, բան Հովակիմյան, որտեղ հիմա կարող է ուրիշ հարցեր առաջանան, մեր վիճակն էլ վատացնենք, ձերն էլ, ավելի լավ է եկեք են իսկապես հարցը լուծենք, պատշաճ ծանուցեք, մենք էլ պատրաստվենք։ Ու հասկանանք ինչի մասին եք ընդել, որ դուք պատշաճ ծանուցված չեք։ Ոչ, մենք պատշաճ ծանուցված չենք, բնականաբար։ Հարգելի անդամներ։ Այս վարույթի վերաբերյալ 100%։ Չէ, ես պարոն Մխիթարյան, խնդրում եմ դուք չարձագանքեք, անդամներ։ Ըստ էության, չնայած մենք իմ կարծիքով բոլոր միջոցները ձեռնարկել ենք, որպեսզի հայակվե դիտորդական առաքելության մեր գործընկերները քննարկվելիք նյութի մասին լիարժեք տեղեկացված լինեն, բայց դիտորդական առաքելության ներկայացուցիչ պարոն Մխիթարյանը պնդում է, որ իրենք պատշաճ ծանուցված չեն։ Առաջարկներ, ինչպես ենք առաջ գնում։ Համեցեք պարոն։ Շնորհակալություն, պատշաճ ծանուցման խնդիր չկա, բացարձակ, սա միանշանակ է ակնհայտ, բացի այն, որ կողմերը պատշաճ ծանուցվել են եւ ավելին ներկայացել են, վարչարության հիմքների վարչական վարույթի մասին օրենքը ուղղակի ես հիմա չուզեցա հոդվածը կոնկրետ մատնանշեմ, չփնտրեցի, կարգավորում այս հարցը եւ այդ ժամանակային խնդիրն էլ չկա, այստեղ երկրորդ հարցը կա, բայց հարցի երկրորդ կողմը, որ եթե կողմին անհրաժեշտ է ժամանակ պատրաստվելու, մեր հարցերին պատասխանելու եւ մեզ հետաքրքրում այդ հարցերի շրջանակը, որ պիտի կողմից ստանանք, կարծում եմ կարելի է տրամադրել ժամանակ։ Եթե չի հետաքրքրում այն հարցերի շրջանակը, որը կողմը ուզում է պարզաբանել կամ մեր կայացվելիք որոշման համար դա էական նշանակություն չի կարող ունենալ, մենք կարող ենք շարունակել նիստը։ Այս պետք է հասկանալ, որից հետո շարունակենք։ Թե չէ պատշաճ ծանուցման խնդիր ընդհանրապես չկա, պատշաճ ծանուցված են կողմերը, ավելին կողմերը ներկայացել են, եւ եթե մյուս ներկայացուցիչներ ուզում կար կամ այդ ոնց որ իրենց որոշելիքն է, թե քանի հոգով ներկայանան կամ ով ներկայացնի այդ կառույցը։ Շնորհակալություն։ Ես մի րոպե, պարոն Մխիթարյան, որքան տեսեք, մինչև առավոտյան ժամը 8-ը մենք այս վարույթը պիտի ավարտենք, սա ուղղակի իգիտություն, որքան ժամանակ է ձեզ պետք, որպեսզի դուք պատրաստ լինեք, այս մենք կարող ենք հղումները բոլորը նորից կրկին ձեզ տրամադրել, որպեսզի այդ հղումների հետ կապված, այդ թվում նաև դիտորդական առաքելության եւ նաև ազգային քաղաքացիական միավորման, այսպես ասենք, այդ համադրելության հետ կապված հարցերին, որպեսզի դուք կարողանաք պատասխանել։ Ավելին կարող եմ ասել, քանի որ հղումներում կան նաև տեսագրություններ, որոնք վերաբերում են Տիկին Գոհար Մելոյանին, վերաբերվում են Արման Թաթոյանի, այսինքն իրավունքի եւ արդարության կենտրոն Թաթոյան հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Արման Թաթոյանին, կարող ենք մենք իհարկե ողջամիտ ժամկետով նիստ այժմ ընդմիջել, դուք ուսումնասիրեք, նորից մենք նիստը վերսկսենք, բայց խնդրում եմ, որպեսզի չմոռանանք, որ մինչև առավոտյան 8-ը մենք պիտի այս վարույթը ավարտենք։ Համեցեք դուք կներկայանաք։ Այո, իհարկե, Վարչության երրորդ կենտրոն Թաթոյան հիմնադրամի ներկայացուցիչն եմ։ Մոտեցեք։ Բարև ձեզ։ Արմեն Գալստյանն եմ, Արդարության երրորդ կենտրոն Թաթոյան հիմնադրամի ներկայացուցիչն եմ։ Որպեսզի ավելի համագործակցային լինի եւ հետո լրացուցիչ խնդիրներ չառաջանան, ես ցանկանում եմ, որպեսզի
Հիշեցնել, որ մենք հիմա նոր վարույթի շրջանակներում ենք եւ այս վարույթի որոշումը կայացվել է մի քանի րոպե առաջ ընդամենը։ Նույնիսկ վարույթ հարուցելու որոշման օրինակը մեր ձեռքի տակ չկա։ Չեմ ցանկանում իհարկե սա մեղադրանք հնչեցնել, ուղղակի ուզում եմ ասել, որպեսզի վարչարության տեսանկյունից մենք պատշաճ ընթացակարգով ընթանանք, շատ ողջամիտ եմ համարում ձեր առաջարկը, որոշակի ժամանակ տրամադրել, ըստ այդմ նաև վարույթ հարուցելու մասին որոշումը մեր ձեռքի տակ կլինի, զուտ ընթացակարգային առումով, ձևական առումով, նաև պատշաճ հնարավորություն կընձեռվի կողմերին ծանոթանալու որոշմանը, դուք ասում եք պատշաճ ծանոթություն եւ ներկայանալ, այո, մենք ներկայացել ենք այստեղ ենք, բայց դա լրիվ այլ տրամաբանության շրջանակներում էր, այն դիմումի շրջանակներում, որը ներկայացվել էր։ Մենք դիմումը նայելով դիտարկելով, արդեն ունենք որոշակի դիտարկումներ դրա վերաբերյալ սուտ ընթացակարգային առումով, որոնք դուք հաշվի առաք եւ դիմումների քննություն չիրականացրեցիք։ Իսկ հիմա ունենք արդեն հարուցված վարույթ, որը ենթադրում է ավելի մանրակրկիտ պատրաստվել եւ վարույթ հարուցելու մասին որոշումը, առնվազն այդ որոշումը, էլ չեմ ասում դրան կցված նյութերը, եթե այդպիսի կան, կարծում եմ կողմերին տրամադրելու անհրաժեշտությունը պարտադիր է, հետագայում խնդիրներ չառաջանալու հենց հանձնաժողովի համար, այսինքն դա առնվազն կարող է բողոքարկման հիմք հանդիսանալ, հիմա կարող է գոլեգաներս ասեն ինչ ես այս մասին բարձրաձայնում, թող մնար հետո մենք բողոքարկման հիմքեր կունենայինք, բայց եկեք կառուցողական լինենք, ուղղակի տրամադրենք մեզ որոշումները, որոշակի ողջամիտ ժամկետով ընդմիջում հայտարարենք, հարուցելու որոշումը, վարույթ նախաձեռնելու մասին որոշումը, եւ եթե կից փաստաթղթեր կան, ապա այդ փաստաթղթերը մենք էլ նախապատրաստվում ենք պատշաճ ներկայանանք, քննարկում իրականացնենք, շնորհակալություն։ Ես էլի մի բան էլի պարոն Հովհաննիսյան, նայեք, վարչարության հիմունքների վարչական վարույթի մասին օրենքի 35-րդ հոդվածն է, ուղղակի ոնց որ ստիպեցիք հոդվածը բացել, հոմանում երկրորդ մասը, որ ասում է վարչական մարմինի վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը։ Վարչական մարմինի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանոթում է վարչական վարույթի հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու մինչև ընկած ժամանակահատվածը 3 օրից ավելի է։ Սա հստակ պահանջ է։ Մենք վարչական վարույթի մասին որոշումը կայացրեցինք, շատ ճիշտ եք նկատում։ Մոտ 1 ժամ առաջ կամ 1.5 ժամ առաջ եւ այդ որոշման մասին ձեզ ծանոթեցինք, ընդ որում ծանոթեցինք դուք հենց այստեղ էիք եւ շարունակեցիք մնալ եւ ճիշտ արեցիք, որովհետեւ հակառակ դեպքում կստացվեր, որ դուք ծանոթված լինելով վարչական վարույթի տեղի եւ ժամանակի մասին չեք մասնակցել։ Ինչ վերաբերում է վարչական վարույթի շրջանակներում քննարկվելիք հարցերին կամ վարույթն իրականացնող մարմնի կողմից առաջադրվելիք ձեզ հարցերին կամ արդեն իսկ առաջադրված հարցերին եւ դրանց համար պատրաստվելու ժամանակին ես ասեցի սա իսկապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտեցումն է, հազար ներողություն շատ կներողություն, որ ընդհատում եմ, այս դեպքում մենք իրավական բանավեճի, քանի որ գնում ենք այդ փուլին իրավական բանավեճի կարիք չկա, ուղղակի մենք այս պարագայում ընդհանրապես լսում ենք բարույթի, այսպես ենք, ընդհանրապես դիտորդական առաքելության ներկայացուցիչներից, քանի որ կա առարկություն իրենց իրավունքների պաշտպանության հետ կապված ընդհանրապես պետք է բարձենք եւ որոշենք այդ այսպես ենք խելամիտ ժամկետի հարցը։ Կարելի է երկու փոքրիկ դիտարկում, Եթե էլի իրավական բանավեճինա դրա կարիքը չկա։ Չէ, չեմ բանավեճում, ուղղակի 35-րդ հոդվածը ուժը կորցրած է ճանաչում, այո, դրա համար եմ ասում, այսինքն մենք դրա համար դրա կարիքը չկա, որովհետև Ուրեմն դրանից մի հղվեք։ Եվ ուղղակի զուտ այդ տեսանք եւ երկրորդ ես ծանոթման մասին չեմ խոսում։ Ես խոսում եմ հարուցման որոշելու նյութերը տրամադրելու մասին։ Սրանք երկու տարբեր իրավական կատեգորիաներ են։ Մնացածը հանձնաժողովը կորոշի, շնորհակալություն։ Համեցեք դիքնումս։ Պարոն Գալստյան, որոշումները, որոնք մինչ այս պահը ընդունվեցին, վարչական վարույթի հարուցումները մերժելու մասին, հիմա կփորձենք ձեզ տրամադրել այդ 3 ակտերը, ինչ վերաբերում է առաջին այս վարույթում 13 կետով հաղորդումներ են, օրինակ կետ կա, որի մեջ կա մի քանի տեսանյութ, դա բոլորը այն տեսանյութերն են, որոնք ժամը 3-ին, երբ որ վարչական վարույթը կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում վարչական վարույթ հարուցելու մասին ծանոթությունը տրվել է,
այդ դիմումներում արկա հղումներն են եւ խնդրում եմ եւս մեկ անգամ ամրագրենք, որ ես իմ որոշում նախագծերը հայն կողմից ներկայացնելիս ասեցի, որ ընտրական օրենսգիրքը վարչական վարույթի համար սահմանում է առանձնահատկություններ։ Օրինակ, 47-րդ հոդվածի պարոն Հովակիմյանը, որ 48 հոդվածը, որ պարոն Հովակիմյանը մեջ բերեց, 7-րդ մասը ասում է, որ պետք է մինչև ոչ ուշ, քան քվեարկության սկիզբը։ Սա առանձնահատկություն է, որ որևէ այլ պետական մարմնում սենց չկա, կամ 49-րդ հոդված, ասում է օպերատիվ լուծում պահանջվող հարցերի հետ կապված, ընտրական հանձնաժողովը вообще որոշում չի կայացնում։ Ընդհանրապես։ Ինքը ձեռնարկում է միջոց, այսինքն հրատապ ռեժիմում գործող եւ դուք բոլորդ էլ շատ լավ գիտեք, որ դա է։ Եվ խնդրեմ, որ նաեւ դիտարկեք 47-րդ հոդվածի երկրորդ մասի կարգավորումը, որ ընտրական հանձնաժողովի համար ծանուցումը կայքում դնելը, որ պետքա վարույթ լինի, պատշաճ ծանուցում է։ Մենք սենց ասեմ, պատշաճ ընտրական հանձնաժողովը ԿՀ ծանուցելը։ Սա այն առանձնահատկություններն են, որոնց ես իմ նախորդ նախագծերում հատած չանդրադարձա, ժամանակը խնայելով, բայց ես էլ իմ կարծիքը պարոն Հովակիմյան տեսակետը ներկայացնեմ, որ կողմ եմ դիրքորոշման իմ գործընկերոջ, որ տրամադրենք ժամանակ այն 6 հղումները, որոնք ներկայացվել են այլ գրությամբ, մեր վարույթի մասնակիցները ծանոթանան, դրանք կարճ ինչ-որ տեսանյութեր են, բայց դուք որոշեք ինչքան ժամանակաձեզ պետք հաշվի առնելով նաև մեր եւ ձեր վաղվա հարգելի դիտորդական առաքելությունների հարգելի ներկայացուցիչներ, կոնկրետ պարլամենտարիզմի կենտրոն եւ Պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն եւ Հայաքվե դիտորդական առաքելություն եւ իրավունքի եւ արդարության կենտրոն թատրոն հիմնադրամի հիմնադրամ դիտորդական առաքելության հարգելի ներկայացուցիչներ, ձեզ 1 ժամ ժամանակը բավարար է հարց։ Ես պատրաստ եմ, եթե հանձնաժողովի համար իմ դիտարկումները ներկայացնելը վստահության ոնտարություններ ավելի կարճ ժամկետում։ Ըստ էության մեկ ընդհանուր վարույթի շրջանակներում են։ Այդ դեպքում կխնդրեմ նախագիծը տրամադրեք ծանոթանայք, բայց ես եթե գործընկերներս մի փոքր ավելի ժամանակի խնդրում են, ես պատրաստական եմ ավելի կարճ ժամկետում ծանոթանալ իմ հատվածով վարույթությունը։ Այսինքն որոշումը եթե մեկ վարույթ եք ձևակերպել, որոշումները կայացվելու են մեկ վարույթի շրջանակներում առանց ինչ ծանոթվելու, իսկ հատ առանձին վարույթներ պետք է լինեն, որովհետև առանձին դիմումներ են։ Ինչի չեք ստացել, հարգելինես։ Ես ուզում եմ հարց հղեմ, էլի կա տենց մարմին, որ դուք տենց որոշումներ, ինչն եք ստանում այլ տեղերում, որ ձեզ չի տրամադրել։ Ազնիվ չհասկացա ինչա պետք, մենք պատրաստական ենք տրամադրել։ Ասեմ, նախագիծ չկա ըստ էության, նախագիծ կա, նախագծի նախագիծ, եթե հնարավոր է տենց բան ասել, որովհետև այս տեսանյութերը դիտելուց հետո ձեզ հետ ձեր դիրքորոշումները եւ մեր հարցերի պատասխանները ստանալուց հետո մենք կունենանք մեր դիրքորոշումը։ Ժամանակի հարկավոր, ես պատրաստական եմ եւ իմ նկատառումները ներկայացնելուց հետո ըստ էության անցնել իմ գրվագով փաստական հանգամանքների քննությամբ ավելի կարճ ժամկետում։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան եւ պարոն Գալստյան։ Ըստ այո, չեմ հասկանում ինչա նշանակում նախագիծ եւ նախագծի նախագիծ անկեղծ ասած, բայց ես կարծում եմ օրենքը հստակ սահմանում է, այսինքն ասում է դիմումները չքննարկելու դեպքում, հա, կամ դրանց քննարկում մերժելու դեպքում իր նախաձեռնությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հարուցում է վարույթ, եթե ճիշտ եմ կարծում,
Իրավունք ունի հարուցել վարույթ, եթե իրավունք ունի հարուցել վարույթ, հետևաբար մենք այս պահին պետք է արդեն իսկ ունենանք վարույթ հարուցելու վերաբերյալ որոշում եւ չգիտեմ ինչ նախագծի մասին ենք խոսում։ Ինձ համար շատ ներողություն ձեզ։ Ներողություն խնդրում եմ ամենայն հարգանքով, էլի։ Հա, որոշման մաս, այսինքն պետք է լինի վարույթ հարուցելու մասին որոշում, որը տրամադրվի կողմերին, մի հատ աչքի տակով անցկացնենք, տեսնենք վարույթ հարուցելու մասին որոշման մեջ ինչա գրված, ասենք շնորհակալություն, մեզ 5 րոպե բավարար էր եւ կամ բավարար չէր։ Ես կարծում եմ ոչ մի բարդ բան չեմ ասում, տեսնենք, ասենք մեկ հղումն է մեզ վերաբերում, ասենք այս հղման մասին է խոսքը, վերջացրեցինք վարույթ հարուցելու մասին որոշման, որովհետեւ խնդիր չունենք։ Այդ պահին կարող ենք եզրակացություն անել, բայց այս պահին մեզ ոչ մի բան չի տրամադրվել։ Հիմա ասում ենք, որ ինչ որ վարույթի մասին ենք խոսում, ունենք նախագծի նախագիծ վարույթ հարուցելու վերաբերյալ, որը որևէ կատեգորիա չի, օրենք չի սահմաննի բան։ Կներեք, շատ ներողություն եմ ես խնդրում, բայց չեմ կարող։ Անգալսյան, ձեզ պետք է մեր 72A, 73A, 74A որոշումներ։ Այո, ենթադրում եմ, եթե դրա մասն խոսք ապա, Այդ դեպքում եկեք այսպես անենք, ես առաջարկում եմ այսպես անենք, 1 ժամով հետաձգում ենք, ընդմիջեն, մոտավորապես մի 5 րոպե ընթացքում ձեզ կտանք այդ որոշումների օրինակները ձեզ կտանք, բայց 1 ժամից երբ որ վերսկսեցինք, մենք արդեն գնում ենք հանգամանքների ուսումնասիրությանը։ Պարոն Հովակիմյան, մի բան էլի, եթե կարելի է։ Նախ շնորհակալություն պարոն Գալստյանը ասեց, այն ինչ որ ուզում էի ասեի, բայց մի բան էլ էլի, ժամը 3-ին մեզ որ ասել ենք, որ այսինքն 5-ին տեղում լինենք, մեզ ասել են 2 հոգի։ Նոր պարոն Կարապետյանը ասեց, որ կարող եք ինչքան մարդով ուզում եք գալ։ Խնդրեմ, այդ եմ, որպեսզի հետագայում թյուրիմացություն չլինի, ուզում եմ կանչեմ այդ մարդկանց ունտեսայերիզները, որ լինելու է, միգուցե իրանք ներկայացնեն, թե ինչ նկատի ունեն, ասենք սպիտակ պահ ասելով, օրինակ։ Պարոն Պետրոսյան, մենք բովանդակությունը չենք քննարկում, խնդիրը դրանում է կանում։ Մենք բովանդակությունը չենք քննարկում։ Չենք քննարկելու, թե մենք բովանդակությունը չենք քննարկում։ Ախր չգիտեմ ինչ ենք քննարկելու դրա համար։ Ես դրա համար որպեսզի դուք ձեր, ասենք ասենք, ես օրինակ հարց տվեցի, կարծում եմ ամեն ինչ շատ հստակ էր, որ արդյոք էջը ինչպես տարբերակել դիտորդական առաքելությունը եւ քաղաքացիական միավորումը, որոնք հանդես են գալիս միևնույն ապրանքային նիշի ներքո։ Եվ ողջամտորեն ցանկացած, այսպես ասենք, անաչար դիտորդի մոտ տպավորություն է ստեղծվելու, որ գործ ունենք միևնույն միավորի հետ, որտեղ նույն ապրանքանիշի տակ նույն մարդիկ, որոնք որ մի դեպքում դիտորդներ են, մի դեպքում միավորման անդամներ են, հանդես են գալիս կոնկրետ իրենց կարծիքներն են ներկայացնում, բայց այստեղ ես հարցս կարծում եմ կոնկրետ էր, բայց որպեսզի չշարունակենք այս փուլը ու ավելի լավ է մենք, ուրեմն եկեք Այսպես, ուրեմն մեր ժամը 19:50 է, 21:00-ին վերսկսենք, լավ է, թե Կարող եք պարլամենտարիզմի հարցը հարցրել։ Ես ինտերգազը եթե ինչ որ դերները հատվածեն պատրաստական են ինտերգազը ես պատրաստական եմ ոնե անցուտանց 30 Հիմա 40 րոպե Այդ դեպքում Ես առաջարկություն եթե կարելի է իրականում հարցը հայացքի ֆեյսբուքյան էջը դիտորդականն չէ, իրապես վերաբերվում է մենակ հայացքային, հա, միգուցե դեպքում մյուս գործընկերները Գինելյանը, ներողություն, ես առարկություն ունեմ։ Իրանց նասոր քնների միջև որ հայացքի առաքելության ներկայացուցիչները կանանալ, եթե վարույթի մասնակիցի ենք լսում ներողություն, ես առարկություն ունեմ, որ վարույթի ոչ մասնակիցը հանդես գա որևէ առաջարկությամբ։
Ես կարծում եմ գործ ունենք անձամբ, որ վարույթի մասնակից չի հանդիսանում։ Ներողություն եմ խնդրում հաշվի առնել այդ հարցը։ Շնորհակալություն պարոն Գալստյան, այսուհետ ես եմ վարում եւ որոշեմ ում ձայն տրամադրել։ Իսկ պարոն Յունիսյան, ձեզ էլ պիտի խնդրեմ մինչև խոսելու իրավունք չստանաք, այլևս տեղից չխոսեք։ Այնի համեցեք, պարոն Յունիսյան։ Շնորհակալ եմ, ես ասում եմ, որպես ընտրական ուզգիչի 32-րդ առաջին մասով սահմանված իրավունքներն ընտրական հանձնաժողովի նիստի ժամանակ էր այս հանդես եմ գալիս ոչ թե որպես վարույթի կողմ, այլ որպես դիտող։ Շնորհակալություն, պարոն Յունիսյան։ Որպես վարույթի կողմ եւ դիտող, վարույթի շրջանակներում դիտողի իրավունքն արժանանալի նկատառումներ ներկայացնելու։ Այստեղ իսկապես արդեն առաջնորդում ենք վարչարության մասին օրենքով, վարչարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին օրենքով, վարչարության վարույթի եւ վարչական վարույթի մասին օրենքը հստակ սահմանում է, թե ովքեր կարող են լինել վարչական վարույթի մասնակիցներ։ Տվյալ դեպքում դիտորդը վարչարության շրջանակներում, վարչարության վարչական վարույթի շրջանակներում չի կարող լինել վարույթի մասնակից։ Պարոն Գալստյան, ես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ է սա։ Եվ այդ առանձնահատկությունները կենտրոնական ընտրական հանձնաժողովի վարչական վարույթների կարծում եմ նաև այս դեպքերի համար են։ Տեղամասերում ընտրատասներն էլ իրեն չեն լսել։ Այո, ճիշտ է ասում։ Եթե ձեր մոտեցումը, այսպես ասենք, կենտրոնական ընտրական, այն ինչ որ դուք հիմի ցանկանում եք, որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովում դրսևորվի, տեղամասերում ուրեմն դիտորդները որևէ, այսպես ասենք, ձայն որևէ առաջարկություն, այսինքն դիտորդները կզրկվեն, այսպես ասենք, որպես դիտորդ հանդես գալու այն իրավունքներից, որոնք որ իրականացնում են։ Այսինքն այդ ձեր մոտեցումը, որ ասեմ, երբեք պետք չի մոռանալ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ է։ Այո, վարչական վարույթ է իրական, բայց նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստ է։ Եվ այս դեպքում ուղղակի հարգելի գործընկերներ, եկեք կրկին ամենայն ժամանակը, պարոն Գալստյան, այլևս եկեք ուղղակի որպեսզի ժամանակը խնայենք, ես ինչպես հասկացա Տիկին Մելոյանը շտապում է ու փորձում է այսպես Ես պատասխանատվություն եմ հայտնում, եթե կարիք կա գործընկերներից համար, ես եմ ունեմ նույնաբույն դիտարկումներ, ինչպես պարոն Գալստյան ներկայացրեց, իմ խոսքի ժամանակը ներկայացնեմ, բայց այնուամենայնիվ դրանք ներկայացնելուց հետո պատրաստական եմ ըստ էության վարույթի քննության անդրադառնալ, այսինքն դիմումի մանրամասնորեն ներկայացված տեսանյութերին, որովհետև դրանց հետ կապված կոնկրետ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնել են փաստական հանգամանքներ, որոնք շատ պարզ են ու ուղղակի ու կարծում եմ վերջնական որոշման համար հետագա քննարկումը ավելի կարճ ժամկետ կարող են լինել։ Եթե պատրաստական ենք իսկ առաջարկում իմ տեսանկյունից կամուցրենք, ավելի քիչ ժամկետում վերցնենք մեր կազմակերպության վարույթի քննության։ Ես պիտի մի բան հարցնեմ, հարգելի գործընկերներ, եթե չեմ սխալվում, գործընկերը ներկայացնում է իրավունքի եւ արդարության կենտրոն Թատրոն հիմնադրամը։ Այո, հեռախոսով դուք իմի ուղիղ եթեր եք։ Հեռախոսով, այսինքն ինչ համար եմ ասում, որովհետեւ հասկանում եք, որ ես դուք ձայնագրությունը հնարավորություն եք ունենալու ձայնագրությունը ունենալ, այսինքն ամբողջ նիստի ձայնագրությունը հրապարակվելու է եւ դուք այդ հնարավորություն կունենաք ներբեռնել եւ ունենալ ձայնագրություն, այսինքն այստեղ որևէ թաքուն բան չկա, ուղղակի կրկնում եմ, քանի որ լրության օր է, դա համար մենք այս ռեժիմով ենք աշխատում։ Առաջարկում եմ անց 8-10, նույնիսկ 8-10 վերսկսել մինչ այդ մենք կտանք որոշումներ, այսինքն այդ որոշումները ձեզ, նաև կտրամադրենք
Transparency International ասական կազմակերպության դիտորդական առաքելության իրենց նաև դիմումի պատճեն, որտեղ հղումներն են այդ ժամանակը վերսկսենք Տիկին Մելոյանի, այսպես ասենք, այդ հատվածից մենք հանգամանքների ուսումնասիրությունը կսկսենք, մինչև այն կավարտենք, դուք էլ հնարավորություն կունենաք ձեր մասով նախապատրաստվելու։ Հարմար այդպես։ Հարգելի գործընկերներ, նիստը վերսկսում ենք, այս ընթացքում ինչպես որ նախապես պայմանավորվել ենք, մենք որոշումների պատճենները տրամադրեցինք Հայաքվեի դիտորդական առաքելության մեր գործընկերներին և իրավունքի և արդարության կենտրոն Թատվյան հիմնադրամի գործադիր մարմնի հիմնադրամ դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և մեր Տիկին Այվազյան, պիտի խնդրեմ, ինչպես պայմանավորենք, Տիկին Մելոյանի հետ կապված, այսինքն իրենց կազմակերպության հետ կապված մասին պիտի անդրադառնանք, այստեղ 9-րդ պարլամենտարիզմի այս 9-րդ հղումը պիտի խնդրեմ միացնեք։ Տեսեք, տվյալ դեպքում պարլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գառնիկ Մ. Դավթյան, որը որ ինքը ձեր հավատարմագրած դիտորդների ցանկում է ինքը իր Facebook-յան էջով տարածել է կոնկրետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վերաբերվող կոնտենտ։ Ես ուզում եի ձեզանից ճշտել, ինքը նոյեմբերի 12-ին է այս հրապարակումը եղել։ Ինքը արդեն տեսեք, վարույթի կարգով էլի, պարոն Հովակիմյան, ուզում եք դուք բոլոր դեպքերը անդրադարձեք, թե case by case դեպքերով կոնկրետ անդրադարձ կատարենք։ Հատած գնանք, հատած գնանք, այդ դեպքում պարոն Դավթյանը, Գառնիկ Դավթյանը ձեր համակարգում բնականաբար երևում է, կարող եք ստուգել նոյեմբերի 13-ին է հավատարմագրել։ Նախ մեր լսանի համար ասենք, եթե հետագայում այս ձայնագրությունը հասանելի է դառնում, երկու ընթացակարգ կա, առաջին հերթին հավատարմագրվում են կազմակերպությունները և կենտրոնական դրական հանձնաժողովը ստուգում է կանոնադրական նպատակները, դրանից հետո կազմակերպությունները առանձին անհատներ են հավատարմագրում։ Իմ կազմակերպության դեպքում, որը առաջի անգամ չէ, որ դիտորդական առաքելություն է իրականացնում Հայաստանի Հանրապետությունում, իրապես բազմաթիվ քաղաքացիներ են դիմում, գալիս են մասնակցում են մեր դասընթացներին և մարդիկ են, ում ես անձամբ չեմ ճանաչում, բայց իրենց բնականաբար տեղեկացնում են իրենց վարքագծի կանոնների մասին, ընտրական օրենսգիրք, սահմանադրական օրենքի սկզբունքների ու գործունեության մասին, դիտորդի ու դիտորդական առաքելության էության ու նպատակի մասին, պարոն Դավթյանը այս գրառումը կատարելու դրությամբ չի հանդիսացել հավատարմագրված դիտորդ։ Այսինքն ձեր Պնդումը չէ, կարող եք ստուգել, կա հստակ ժամկետ, կա դիմում և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքեջում հստակ երևում է, թե դիտորդներին և մեր բոլոր դիտորդներին մուտք են կարել վերջին օրը, նոյեմբերի 11-ին, քանի որ մենք համեմատաբար ուշ ենք հավատարմագրվել։ Եղավ։ Այսօրին ասեցիք։ Չէ, 13-ին։ Ստեցան վերջին օրը։ Վերջին թույլատրելի օրները։ Թույլատրելի օրը։ 3 օր առաջ։ Սա 9-րդներ։ Տիկին Այվազյան, պիտի խնդրեմ բացեք 8-րդը, էլի պարլամենտարիզմի
զարգացման միջազգային կենտրոնի հետ է կապված։ Հա, 3 մեզ վերաբերող վարույթի դիմումում 3 դեպք կա, այդ դիմումով առաջարկում է դադարեցնել 3 դիտորդների հավատացումը, մեկը ես եմ Արմենն եմ, երկու Այլանդի, կառուցած դեպքը ուսումնասիրեցի, հիմա իմ երուսներս ես ուզում եմ Professor